Մի ցուրտ ու միայնակ գիշեր մի ազդեցիկ գործարարի մոտ է գալիս հուսահատված մի երիտասարդ կին։ Նրա օգնության աղերսը նրան տանում է մի աշխարհ, որը նա երբեք չէր պատկերացնում, դեպի մի հանդիպում, որը փոխակերպում է մեկից ավելի կյանքեր։ Այդ առավոտ նա հասկացավ, որ երբեմն ուրիշների ցավն է մեզ փրկում մեր սեփական ցավից։ Այս անհավանական պատմությունը լսելուց առաջ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ավելի հետաքրքիր պատմություններ դիտելու համար։ Ձյունը մեղմորեն իջնում էր մայրաքաղաքի վրա, երբ Վիկտորը լքում էր իր մեկ գործնական հանդիպումը։ 37 տարեկանում նա տիրապետում էր անշարժ գույքի կայսրության, որը կառուցել էր իր սեփական ձեռքերով, յուրաքանչյուր որոշումը վերածելով աստղաբաշխական թվերի, իսկ յուրաքանչյուր հանդիպում իր տիրույթները ընդլայնելու հնարավորության։ Նրա կարված կոստյումը ճեղքում էր ցուրտ գիշերային քամու միջով, երբ նա քայլում էր եռում փողոցներով, բայց ներսում նա զգում էր մի դատարկություն, որը նույնիսկ իր բոլոր հաջողությունները չէին կարող լցնել։ Շրջապատող երկնաքերները թվում էին քնած հսկաների, նրանց լուսավորված պատուհանները պատմում էին այլ կյանքերի մասին, այլ ընտանիքներ հավաքվել էին տաք սեղանների շուրջ։ Վիկտորը նկատեց մոտակա սրճարանը, որտեղ մի ընտանիք նշում էր ինչ-որ պարզ բան։ Գուցե ծննդյան օր, համեստ տորթով, անկեղծ ժպիտներով, ծիծաղի խլացված ձայնը թափանցեց ապակու միջով արձագանքեց նրա մտքում, արթնացնելով մի մելամաղձություն, որը նա նախընտրում էր անտեսել։ Նրա բջջային հեռախոսը համառորեն թրթռում էր գրպանում։ Էկրանին հայտնվեց 5 տարի առաջ մահացած մոր ծննդյան օրվա մասին ծանուցում։ Վիկտորը կտրուկ շարժումով անջատեց սարքը, ուղղվեց դեպի այն վայրը, որտեղ իրեն սպասում էր վարորդը։ Այդ պահին գիշերային լռությունը կտրեց մի տատանվող, բայց վճռական ձայն։ «Պարոն, խնդրում եմ, ես իսկապես ձեր օգնության կարիքն ունեմ»։ Վիկտորը շրջվեց, տեսավ մոտ 17 տարեկան մի դեռահաս աղջկա, որը դողում էր ցրտից, մաշված վերարկուի տակ, որը հստակորեն ավելի լավ օրեր էր տեսել։ Նրա դեմքը գունատ էր ցրտից, բայց նրա կապույտ աչքերը փայլում էին վճռականությամբ, որը հակադրվում էր նրա ակնհայտ փխրունությանը։ Այդ հայացքում կար ինչ-որ բան, որը նրան ստիպեց կանգ առնել, ինչ-որ բան, որը նա ճանաչում էր, բայց չէր կարողանում անվանել։ «Մայրս Նատանը ուշաթափվեց, չի կարողանում նորմալ արթնանալ», բացատրեց երիտասարդ կինը, ձայնը կտրվում էր նյարդայնությունից, մրսածությունից։ Նա շատ է տաքանում, բայց միևնույն ժամանակ չի արձագանքում, երբ ես նրա հետ խոսում եմ։ Ես այլս չգիտեմ, ինչ անեմ։ Վիկտորն ավելի ուշադիր նայեց աղջկան։ Չնայած հուսահատ իրավիճակին, նրա ժեստերում կար հասունություն, որը չէր համապատասխանում նրա տարիքին։ Նա չէր լաց լինում, չէր աղաչում, պարզապես փաստերը ներկայացնում էր այնպիսի պարզությամբ, որը ցույց էր տալիս, որ նա սովոր էր դժվար իրավիճակներում գործ ունենալ։ «Ինչու՞ շտապօգնություն չկանչեցիր», անկեղծորեն հետաքրքրասեր հարցրեց Վիկտորը։ Դեռահասը մի պահ իջեցրեց հայացքը։ Մենք չունենք առողջության ապահովագրություն, վախենում եմ, որ դա շատ երկար կտի կամ կարժենա այն գումարը, որը մենք չունենք։ Մայրս միշտ ասում էր ինձ, որ եթե ինչ-որ բան պատահի, ես չգիտեմ ինչ անել, պետք է օգնություն խնդրեմ վստահելի թվացող մեկից։ Այդ խոսքերի անկեղծության մեջ ինչ-որ բան հուզեց Վիկտորին այնպես, ինչպես նա չէր սպասում։ Տարիներ շարունակ նա պատեր էր կառուցել իր շուրջը, պաշտպանելով իրեն մտերիմ հարաբերությունների հետ կապված հուզական պահանջներից։ Նա իր ողջ էներգիան կենտրոնացրել էր իր կայսրությունը կառուցելու վրա, համոզելով իրեն, որ ֆինանսական հաջողությունը բավարար կլինի ցանկացած դատարկություն լրացնելու համար։ «Ինչ է քո անունը», հարցրեց Վիկտորը, զարմանալով իր ձայնի բարությամբ։ «Քիարա», պատասխանեց նա առաջին անգամ ամաչկոտ ժպտաց։ «Իսկ դու»։ «Վիկտոր»։ «Իսկ քո մայրը, ինչպես է նրա անունը»։ «Ռոուզ»։ «Ռոուզ Կարմին»։ Վիկտորը գլխով արեց որոշում կայացրեց, որը ընդմիշտ կփոխեր նրա կյանքը։ «Ես կօգնեմ քեզ, Քիարա։ Մենք կգնանք քո տուն, տեսնելու, թե ինչպես է մայրդ, եթե անհրաժեշտ լինի, կտանենք նրան հիվանդանոց»։ Քիարայի աչքերը լցվեցին թեթության արցունքներով։ «Շնորհակալություն, պարոն Վիկտոր։ Ես իսկապես չգիտեի, թե ուրիշ ինչ անեմ»։ Մայրաքաղաքի փողոցներով քայլելիս Վիկտորը նկատում էր, թե ինչպես է աստիճանաբար փոխվում բնապատկերը։ Ժամանակակից, լուսավորված շենքերը զիջում էին իրենց տեղը հին կառույցներին, որոնցից մի քանիսը ակնհայտորեն վերանորոգման կարիք ունեին։ Ձյունը շարունակում էր տեղալ, ստեղծելով սպիտակ գորգ, որը մեղմացնում էր կոտրված մայթերի թերությունները։ Քիարան արագ քայլում էր նրա կողքով, բայց Վիկտորը նկատեց, թե ինչպես է նա պահպանում ուղղահայաց կեցվածքը, կարծես վաղուց էր հասկացել, որ թուլությունը ցույց տալը տարբերակ չէ։
Այս դիտարկումը հետաքրքրեց նրան։ Ինչպիսի՞ կյանք էր ապրել այս երիտասարդ կինը, որ այդքան երիտասարդ տարիքում զարգացրել էր նման հուզական դիմադրողականություն։ Որքան ժամանակ է, ինչ Մայրդ իրեն վատ է զգում, հարցրեց Վիկտորը, երբ նրանք անցնում էին ավելի մարդաշատ փողոցով։ Մի քանի օր, պատասխանեց Քիարան, վերարկուն ավելի մոտեցնելով մարմնին։ Նա չէր ուզում բաց թողնել աշխատանքը, քանի որ փողի կարիք ունի։ Նա մի քանի տներում աղախին է աշխատում, միշտ ասում է, որ չի կարող հիասթափեցնել իրեն վստահող մարդկանց։ Վիկտորը գլխով արեց, սկսելով հասկանալ իրավիճակը։ Ռոզը ակնհայտորեն աշխատասեր կին էր, որը ուրիշների կարիքները դնում էր իր կարիքներից վեր, ինչը նա ճանաչում հարգում էր, նույնիսկ եթե իր սեփական աշխարհը բոլորովին այլ էր։ Վերջապես նրանք հասան մի փոքրիկ, համեստ շենքի, որը որոշ չափով մաշված էր ժամանակի ընթացքում, բայց դեռս կանգուն էր արժանապատվորեն։ Քիարան նրան տարավ երկրորդ հարկ, որտեղ բացեց մի բնակարանի դուռը, որը, չնայած իր փոքր չափսերին, անթերի մաքուր կարգուկանոն էր։ Վիկտորը տպավորված էր յուրաքանչյուր մանրուքում նկատելի խնամքով։ Պատին կպցրած էին նկարներ, որոնք հստակորեն Քիարան էր արել նախորդ տարիներին, փոքրիկ տոնածառ, որը ձեռքով զարդարված էր պարզ, բայց սիրալիր զարդերով, իսկ խոհանոցի սեղանին ուշադիր դասավորված մի կույտ, որը կարծես թղթադրամներ ու փաստաթղթեր լինեին։ Մայրիկ, ես օգնություն եմ բերել, մեղմ ասաց Քիարան, դիմելով բազմոցին անգիտակից պառկած կնոջը։ Վիկտորը մոտեցավ, անմիջապես հասկացավ, որ իրավիճակը լուրջ է։ Ռոզը տեսանելիորեն ջերմություն ուներ, անկանոն շնչում էր, երբ նա ստուգեց նրա զարկերակը, այն արագացավ։ Նրա սահմանափակ առաջին բուժօգնության փորձը, որը ձեռք էր բերվել պարտադիր կորպորատիվ վերապատրաստման միջոցով, բավարար էր հասկանալու համար, որ նրանք անհապաղ բժշկական օգնության կարիք ունեն։ Քիարա, ես հիմա շտապ օգնություն եմ կանչելու, ասաց Վիկտորը, արդեն հավաքելով շտապ օգնության համարը։ Քո մայրը շտապ բժշկական օգնության կարիք ունի։ Գրագրի հետ խոսելիս Վիկտորը դիտում էր, թե ինչպես է Քիարան ծնկի իջել մոր կողքին, բռնելով նրա ձեռքը այնպիսի քնքշությամբ, որը կտրուկ հակադրվում էր փողոցում ցուցաբերած հարկադրական հասունությանը։ Այդ պահին նա վերադարձավ մոր համար անհանգստացող դեռահասի վիճակին, Վիկտորը զգաց, թե ինչպես է իր սիրտը սեղմվում այնպես, ինչպես վաղուց չէր զգացել։ Շտապօգնության բժիշկները արագ ժամանեցին նախնական գնահատումից հետո հաստատեցին Վիկտորի կասկածները, Ռոզը տառապում էր հիպերգլիկեմիկ ճգնաժամից, որը սրվել էր մի վարակի պատճառով, որը նա օրեր շարունակ անտեսել էր, վիճակը լուրջ էր, բայց պատշաճ բուժման դեպքում նա լիովին կապաքինվեր։ Մենք պետք է նրան անմիջապես հիվանդանոց տանենք, շտապօգնության բժիշկը բացատրեց Քիարային, ով քաջաբար գլխով արեց, չնայած Վիկտորը տեսնում էր վախը նրա աչքերում։ Ես քեզ հետ կգնամ, ասաց Վիկտորը, առանց երկու անգամ մտածելու։ Քիարան զարմացած նայեց նրան։ Դու դա անելու կարիք չունես։ Դու արդեն այնքան շատ բան ես արել մեզ համար։ Ես ուզում եմ համոզվել, որ քո մայրը լավ կլինի, պատասխանեց Վիկտորը, հասկանալով, որ իր խոսքերը լիովին անկեղծ էին։ Հիվանդանոց գնալու ճանապարհին, երբ Ռոզին շտապօգնության մեքենայում հսկում էին շտապօգնության բժիշկները, Վիկտորը մտածում էր, թե ինչն էր իրեն դրդել այդքան ներգրավվել երկու անծանոթների իրավիճակում։ Գուցե դա Քիարայի քաջությունն էր փողոցում անծանոթին մոտենալու հարցում, թե՞ այն արժանապատվությունը, որով Ռոուզը ակնհայտորեն մեծացրել էր իր դստերը, չնայած ֆինանսական դժվարություններին, կամ գուցե պարզապես այն փաստն էր, որ տարիներ անց առաջին անգամ նա իրեն իսկապես անհրաժեշտ էր զգում, ոչ միայն որպես ֆինանսական միջոցների աղբյուր, այլ որպես մարդկային ներկայություն ճգնաժամի ժամանակ։ Հիվանդանոց հասնելուն պես Վիկտորը Քիարային ուղեկցեց սպասասրահ, մինչ Ռոզին տանում էին բուժման, դեռահասը նստեց պլաստիկ աթոռներից մեկին, վերջապես թույլ տալով, որ գիշերվա հուզական ուժասպառությունը դրսևորվի, նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Վիկտորը հասկացավ, որ փորձում է ուժեղ մնալ, ինչպես հավանաբար անում էր շատ այլ իրավիճակներում։ Նա լավ կլինի, ասաց Վիկտորը, նստելով Քիարայի կողքին։ Ինչպես կարող ես այդքան վստահ լինել, հարցրեց Քիարան, նայելով նրան աչքերով, որոնք թվում էին շատ ավելի մեծ, քան իր 17 տարեկանը։ Վիկտորը մի պահ տատանվեց, նախքան պատասխանելը։ Որովհետև նա ունի դուստր, որը բավականաչափ համարձակ է դուրս գալ ձյան մեջ օգնություն խնդրել իր կյանքը փրկելու համար։ Դա փոքր սխրանք չէ, Քիարա։ Մի պահ Քիարայի ուժի դիմակը փշրվեց, նա թույլ տվեց, որ մի քանի արցունք հոսի դեմքից։ Վիկտորը հայրական բնազդով մղված, որի մասին նա նույնիսկ չգիտեր, ուսը մեկնեց նրան, որպեսզի նա կարողանա կարճ ժամանակով լաց լինել։ Մի քանի րոպե անց Քիարան ամաչելով շրջվեց։ Կներես։
Պարզապես տանը չեմ կարողանում կոտրվել։ Այնտեղ ես եմ, ով պետք է ուժեղ լինի երկուսի համար էլ։ Այս խոսքերը Վիկտորի մտքում արձագանքեցին ամբողջ գիշեր, մինչ նրանք սպասում էին Ռոզի մասին լուրերի, նա սկսեց հասկանալ, որ գտել էր այն, ինչ փնտրում էր, չիմանալով դրա մասին, հնարավորություն փոփոխություն մտցնելու մեկի կյանքում այնպես, որ այն գերազանցի ֆինանսական գործարքները կամ բիզնես ռազմավարությունները։ Ժամերը հիվանդանոցում ձգվում էին ինչպես լուր հավերժություն։ Վիկտորը մնաց Քյարայի կողքին սպասասրահում, դիտելով, թե ինչպես է նա հերթագայում անհանգստության պահերին տարօրինակ հանգստության պահերին։ Այդ երիտասարդ կնոջ մեջ կար ինչ-որ բան, որը հմայում էր նրան, ներքին ուժ, որը թվում էր անհամաչափ նրա տարիքին հանգամանքներին։ Գրեթե լուսաբաց էր, երբ վերջապես նրանց մոտեցավ մի բժիշկ։ Նա միջին տարիքի կին էր, հոգնած, բայց բարի տեսքով, որի դեմքին կար մի մարդու արտահայտություն, որը սովոր էր լավ, վատ լուրեր հաղորդելուն։ Դուք այստեղ եք տիկին Ռոուզ Քարմինի համար, հարցրեց բժիշկը, նայելով իր գրատախտակին։ Այո, անմիջապես վեր կացավ Քյարան, որին հաջորդեց Վիկտորը։ Ինչպես է նա։ Ձեր մայրը ծանր հիպերգլիկեմիկ ճգնաժամ ուներ, որը բարդացել էր մի քանի օր չբուժված վարակով։ Նա շաքարախտ ունի, հարցրեց բժիշկը Քյարային։ Այո, բայց… Քյարան տատանվեց, արագ նայելով Վիկտորին, նախքան շարունակելը։ Երբեմն նա իր դեղորայքը ճիշտ չի ընդունում, որովհետև դրանք թանկ են, իսկ երբ փողը սուղ է։ Բժիշկը հասկացողությամբ գլխով արեց, ակնհայտորեն ծանոթ լինելով այս տեսակի իրավիճակին։ Հասկանում եմ։ Դե, մեզ հաջողվեց կայունացնել նրա վիճակը։ Նա հիմա գիտակցության մեջ է, խնդրեց ձեզ այցելել։ Այնուամենայնիվ, նա պետք է մի քանի օր մնա հիվանդանոցում, որպեսզի մենք կարողանանք վերահսկել նրա շաքարի մակարդակը, լիովին բուժել վարակը։ Քյարայի դեմքին թեթացում կար, Վիկտորը նույնպես տարօրինակ թեթացում զգաց, կարծես Ռոուզը տարիներ շարունակ կարևոր մարդ լիներ նրա համար։ Կարող եմ տեսնել նրան, հարցրեց Քյարան։ Իհարկե, բայց այս պահին միայն ընտանիքի անդամներն են կարող մտնել։ Իսկ դուք, պարոն, հարցական նայեց բժիշկը Վիկտորին։ Վիկտոր։ Ես օգնեցի Ռոուզին այստեղ բերել, բացատրեց նա, հասկանալով, որ այդ իրավիճակում իր դերի հստակ սահմանումը չունի։ Բժիշկը գլխով արեց։ Լավ է, որ նա օգնություն ստացավ։ Նման իրավիճակները կարող են մահացու լինել, եթե արագ չբուժվեն։ Մինչ Քյարան գնաց մոր մոտ, Վիկտորը մնաց սպասասրահում, խորհրդածելով երեկոյան իրադարձությունների մասին։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նրա կարգուկանոնով կանխատեսելի կյանքը բոլորովին անսպասելի շրջադարձ է ստացել։ Նա չէր կարողանում դադարեցնել մտածել Քյարայի քաջության, Ռոուզի արժանապատվության այն մասին, թե ինչպես էին նրանք երկուսն էլ հաղթահարել իրենց դժվարությունները, առանց կորցնելու հույսը կամ բարությունը։ Երբ Քյարան վերադարձավ, նրա աչքերը կարմրել էին, բայց նա ժպտում էր։ Նա լավ է։ Թույլ է, բայց լավ։ Նա ուզում է հանդիպել այն մարդուն, ով ինձ օգնեց, ասաց Քյարան մի փոքր ամաչկոտ ձայնով։ Կցանկանայիր նրա հետ խոսել։ Վիկտորը գլխով արեց, հետաքրքրված լինելով հանդիպել այն կնոջը, որը մեծացրել էր այդքան տպավորիչ երիտասարդ կնոջ։ Ռոուզը գունատ էր հիվանդանոցային սպիտակ սավանների ֆոնին, բայց նրա աչքերը նույն վճռական փայլն ունեին, ինչ դստերը։ Երբ Վիկտորը մտավ սենյակ, նա փորձեց ավելի հարմարավետ նստել անկողնում։ Դու, հավանաբար, Վիկտորն ես, ասաց Ռոուզը դեռս թույլ, բայց տաք ձայնով։ Քյարան ինձ պատմեց, թե ինչ ես արել։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնեմ քեզ։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Ցանկացած մեկը նույնը կաներ, պատասխանեց Վիկտորը, չնայած գիտեր, որ դա պարտադիր չէ, որ ճիշտ լինի։ Ռոուզը տխուր ժպտաց։ Կզարմանաս, թե քանի մարդ անցավ փողոցում Քյարայի կողքով, նախքան նա քեզ հանդիպեց։ Այս բացահայտումը Վիկտորին հարվածեց ինչպես որովայնին։ Պատկերացնելով, որ Քյարային անտեսում են ուրիշները, մինչ նա հուսահատորեն օգնություն էր փնտրում, նա խորապես անհանգստացած էր։ Մայրիկ, միջամտեց Քյարան, ակնհայտորեն ամաչելով։ Ոչ, սիրելիս։ Կարոր է, որ նա իմանա։ Վիկտոր, դու երեք գիշեր չօգնեցիր հուսահատ դեռահասի։ Դու վերականգնեցիր մեր հավատը մարդկանց բարության հանդեպ։ Վիկտորը մի պահ խոսքը չէր փոխում։ Նա այնքան շատ ժամանակ էր ծախսել իր մասնագիտական հաջողության վրա, որ մոռացել էր, թե որքան պարզ ու հզոր է մեկ այլ մարդու օգնելը, առանց որևէ բան ակնկալելու։
Ինչպե՞ս եք ապրում, հարցրեց Վիկտորը, հետաքրքրված այդ փոքրիկ ընտանիքի ձևավորման հանգամանքներով։ Ռոուզը մի հայացք փոխանակեց Քիարայի հետ, նախքան պատասխանելը։ Ես աշխատում եմ որպես տնային տնտեսուհի։ Ես մի քանի սովորական տներ ունեմ, որտեղ գնում եմ։ Քիարան սովորում է օգնում է ինձ, երբ կարող է, բայց ես պնդում եմ, որ նա կենտրոնանա իր ուսման վրա։ Նա շատ խելացի է, ունի շատ հեռու գնալու ներուժ։ Իսկ Քիարայի հայրը մեղմորեն հարցրեց Վիկտորը։ Հաջորդող լռությունը պերճախոս էր։ Ռոուզը պարզապես գլուխը թափ տվեց։ Մենք երկուսով ենք եղել նրա 5 տարեկանից։ Եվ դա միշտ էլ բավարար է եղել։ Վիկտորը հիանում էր այդ կնոջ ուժով։ Նա միայնակ մեծացնում էր դուստր, աշխատում էր մի քանի աշխատանքում, պայքարում էր առողջական խնդիրների դեմ, բայց միևնույն ժամանակ կարողանում էր պահպանել իր արժանապատվությունը, մեծացնել Քիարայի նման արտասովոր երիտասարդ կնոջ։ Որտեղ ես ապրում, հարցրեց Վիկտորը։ Քաղաքի կենտրոնում գտնվող մի փոքրիկ բնակարանում։ Շատ չէ, բայց մեր տունն է, հպարտությամբ պատասխանեց Ռոուզը։ Վիկտորը գլխով արեց, բայց նրա մտքում մի միտք էր սկսում ձևավորվել։ Մինչ նա կհասցներ այն լիովին զարգացնել, սենյակ մտավ մի բուժքույր։ Կներեք, բայց այցելությունների ժամերն ավարտվել են։ Հիվանդը հանգստանալու կարիք ունի։ Վիկտորն ու Քիարան հրաժեշտ տվեցին Ռոուզին, խոստանալով հաջորդ օրը վերադառնալ։ Հիվանդանոցից դուրս առավոտն արդեն պայծառ էր։ Գիշերը ձյունը դադարել էր տեղալուց, քաղաքը ծածկելով սպիտակ վերմակով, որը արտացոլում էր ծագող արի լույսը։ Քիարա, որտեղ ես մնալու, մինչ մայրդ հիվանդանոցում կլինի, հարցրեց Վիկտորը, հասկանալով, որ նա անչափահաս է, չի կարելի նրան մենակ թողնել։ Տանը։ Ես վաղուց եմ հոգ տանում ինքս ինձ մասին, պատասխանեց Քիարան, փորձելով ավելի վստահ հնչել, քան ակնհայտորեն զգում էր։ Վիկտորը գլուխը թափ տվեց։ Դու չես կարող մենակ լինել։ Դու անչափահաս ես։ Ինչ անել, եթե արտակարգ իրավիճակ լինի։ Ես մտերիմ ազգականներ չունեմ։ Միայն ես մայրս ենք, խոստովանեց Քիարան, վերջապես ցույց տալով իր խոցելիությունը։ Այդ պահին Վիկտորը որոշում կայացրեց, որը ընդմիշտ փոխեց նրանց կյանքը։ Դու ինձ հետ ես մնալու։ Քիարան զարմացած նայեց նրան։ Պարոն Վիկտոր, ես չեմ կարողը։ Իհարկե կարող ես։ Ես մեծ տուն ունեմ, մի քանի դատարկ սենյակներ, դու չպետք է մենակ լինես։ Բացի այդ, երկար ժամանակ անց առաջին անգամ ժպտաց Վիկտորը, կարծում եմ լավ կլիներ ընկերակցություն ունենալ։ Բայց ինչ անել, եթե մարդիկ սխալ բաներ են մտածում։ Միայնակ տղամարդը դեռահաս աղջկա տուն է տանում։ Վիկտորն արդեն մտածել էր դրա մասին։ Այդ դեպքում մենք ամեն ինչ կանենք ճիշտ ձով։ Կխոսենք հիվանդանոցի սոցիալական ծառայությունների հետ, կբացատրենք իրավիճակը, կհամոզվենք, որ ամեն ինչ արվում է օրենքի համաձայն։ Կարևորն այն է, որ դուք անվտանգ լինեք։ Քիարան մի քանի պահ լուռ մնաց, հստակորեն մշակելով առաջարկը։ Վիկտորը կարող էր տեսնել նրա աչքերում առկա հակամարտությունը, պայքարը գործնական կարիքի մորից ժառանգած հպարտության միջ։ Ինչու ես սա անում, վերջապես հարցրեց Քիարան։ Դու ինձ նույնիսկ չես ճանաչում։ Վիկտորը ուշադիր մտածեց նախքան պատասխանելը։ Գիտես, Քիարա, վերջին մի քանի տարիներն անցկացրել եմ բիզնես կայսրություն կառուցելով, հաջողություններ փող կուտակելով։ Բայց երեք երեկոյան, երբ դու ինձանից օգնություն խնդրեցիր, երկար ժամանակ անց առաջին անգամն էր, որ ես ինձ իսկապես օգտակար զգացի։ Ոչ թե որպես գործարար կամ ներդրող, այլ որպես մարդ։ Գուցե ես դրա կարիքն ունեմ այնքան, որքան քեզ, անվտանգ տեղ։ Այս անկեղծությունը Քիարային հուզեց այնպես, ինչպես նա չէր սպասում։ Վիկտորի անկեղծության մեջ կար ինչ-որ բան, որը նրան բնազդաբար վստահում էր նրան։ Ինչ անել, եթե մայրս չհամաձայնվի, հարցրեց Քիարան։ Այդ դեպքում մենք կհարգենք նրա որոշումը։ Բայց կարծում եմ, որ նա քեզ համար լավագույնն է ուզում, տանը մենակ մնալը լավագույն բանը չէ։ Քիարան դանդաղ գլխով արեց։ Լավ։ Բայց մեկ պայմանով։ Որը։ Ես ուզում եմ ինչ-որ կերպ ներդրում ունենալ։ Ես չեմ ուզում պարզապես բեռ լինել։ Ես կարող եմ պատրաստել, մաքրել, կազմակերպել։ Վիկտորը ժպտաց։ Դու բեռ չէիր լինի, Քիարա։ Բայց եթե դա քեզ ավելի լավ կզգացնի, վստահ եմ, որ մենք կգտնենք մի ճանապարհ, որ դու էլ ներդրում ունենաս։
Երբ նրանք քայլում էին մայրաքաղաքի փողոցներով դեպի Վիկտորի մեքենան, նրանք երկուսն էլ գիտեին, որ սկսում են մի ճանապարհորդություն, որը կփոխի իրենց կյանքը այնպիսի ձևով, որոնք նրանք դեռ չէին կարող պատկերացնել։ Վիկտորը միայնակ գործարարը, որը պատեր էր կառուցել իր սրտի շուրջ, Քիարան քաջարի երիտասարդ կինը, որը կրում էր իր տարիքից անդին պատասխանատվություններ, պատրաստվում էին բացահայտել, որ երբեմն մարդիկ մտնում են մեր կյանք հենց այն ժամանակ, երբ մենք նրանց ամենաշատն ենք կարիք ունենում, նույնիսկ եթե չգիտենք, որ մեզ նրանք պետք են։ Մայրաքաղաքը դանդաղորեն արթնանում էր նրանց շուրջը, մարդիկ գնում էին աշխատանքի, երեխաները քայլում դպրոց, բայց Վիկտորն ու Քիարան կորած էին իրենց մտքերի մեջ, յուրաքանչյուրը մտորում էր այն արտասովոր փոփոխությունների մասին, որոնք մեկ գիշերը բերել էր իրենց կյանքում։ Վիկտորի տունը տպավորիչ էր նույնիսկ նրանց համար, ովքեր մեծացել էին հիանալով այն նրբագեղ բնակարաններով, որտեղ աշխատում էր նրա մայրը, գտնվելով մայրաքաղաքի բարձրակարգ թաղամասերից մեկում։ Տունը համատեղում էր ժամանակակից ճարտարապետությունը դասական շեշտադրումներով, ստեղծելով զուսպ նրբագեղության մթնոլորտ։ Քիարան մի քանի պահ կանգնած էր մուտքի մոտ, ընկալելով այդ աշխարհի իր աշխարհի մեջ եղած տարբերության մեծությունը։ Շատ մեծ է, մրմնջաց Քիարան, ավելի շատ ինքն իրեն, քան Վիկտորին։ Մեկ մարդու համար չափազանց մեծ է, խոստովանեց Վիկտորը, իր տունը դիտարկելով Քիարայի աչքերով առաջին անգամ հասկանալով, թե որքան սառը անանձնական կարող է թվալ այն։ Վիկտորը նրան տարավ նախասրահով, որն ուներ մարմարե հատակ կոր աստիճաններ, դեպի գլխավոր հյուրասենյակը։ Կահույքը ակնհայտորեն թանկ էր, բայց մթնոլորտում սառնություն կար, որը Քիարան անմիջապես նկատեց։ Չկային անձնական լուսանկարներ, ճանապարհորդական հուշանվերներ կամ որե նշան, որ այս տունն իսկապես տուն էր։ Կարող եք ընտրել հյուրասենյակներից որը մեկը, ասաց Վիկտորը, բարձրանալով երկրորդ հարկ։ Կան 3 ազատ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական լոգարանը։ Քիարան ընտրեց սենյակներից ամենափոքրը, որը այնուամենայնիվ ավելի մեծ էր, քան իր բնակարանի հյուրասենյակը։ Պատուհանից բացվող տեսարանը ցույց էր տալիս խնամված այգի, որը ձգվում էր մինչ փոքրիկ փակ լողավազան։ Գեղեցիկ է, անկեղծորեն ասաց Քիարան, բայց պարոն Վիկտոր, ես ինձ այստեղ շատ անհարմար եմ զգում։ Ձեր տունը զարմանալի է, բայց այստեղ տանը չես զգում, ավարտեց Վիկտորը իր նախադասությունը։ Ճիշտ ես։ Ես երբեք իսկապես չեմ մտահոգվել այնտեղ հարմարավետություն ստեղծելու համար։ Այն միշտ պարզապես քնելու տեղ է եղել հանդիպումների գործուղումների մեջ ընկած ժամանակահատվածում։ Այդ պահին Վիկտորի հեռախոսը զանգեց։ Հիվանդանոցից էին, որոնք նրան տեղեկացնում էին, որ սոցիալական աշխատողը ցանկանում է խոսել իր հետ Քիարայի իրավիճակի մասին։ Վիկտորը համաձայնվեց հանդիպել նրա հետ նույն օրվա կեսօրին։ Ագնես Մյուլլերը ժամանեց ճիշտ ժամը 3-ին։ Նա 40-անց կին էր, լուրջ պրոֆեսիոնալ կեցվածքով, ձեռքին փաստաթղթերով լի պորտֆել հայացք, որը գնահատում էր շրջապատի յուրաքանչյուր մանրուք։ Վիկտորը անմիջապես զգաց, որ նա հեշտությամբ չէր համոզվի, որ իր առաջարկը տեղին է։ Պարոն Վիկտոր, սկսեց Ագնեսը, նստելով պաշտոնական հյուրասենյակում, ես հասկանում եմ, որ դուք ապաստան եք առաջարկել երիտասարդ Քիարա Կարմինին, մինչ նրա մայրը հիվանդանոցում է։ Ճիշտ է, հաստատեց Վիկտորը, պահպանելով իր վստահ գործարար կեցվածքը։ Քիարան չպետք է մենակ լինի, ես կարող եմ նրա համար ապահովել անվտանգ հարմարավետ միջավայր։ Ագնեսը նայեց իր ֆայլին։ Իսկ ինչ կապ ունեք Կարմին ընտանիքի հետ։ Ես հանդիպեցի Քիարային 3 երեկոյան, երբ նա օգնություն խնդրեց մոր համար։ Ես օգնեցի նրանց հիվանդանոց տանել։ Հասկանում եմ։ Եվ 24 ժամից էլ քիչ ժամանակում դու որոշեցիր պատասխանատվություն կրել մի դեռահաս աղջկա համար, որին դու չգիտես։ Հարցի ձակերպման ծից Ագնեսը հստակ ցույց էր տալիս, որ նա իրավիճակը կասկածելի էր համարում։ Վիկտորը զգաց աճող նյարդայնություն, բայց մնաց հանգիստ։ Տիկին Մյուլլեր, ես հաջողակ գործարար եմ, ամբասիր համբավով այս քաղաքում։ Ես ունեմ ռեսուրսներ պատրաստակամություն ապահովելու համար, որ Քիարան անվտանգ լինի, լավ խնամված լինի։ Ես չեմ հասկանում, թե ինչում է խնդիրը։ Խնդիրն այն է, պարոն Վիկտոր, որ սա արտրային գործարք չէ։ Մենք խոսում ենք խոցելի անչափահասի բարեկեցության մասին։ Ինչ երաշխիքներ կարող եմ ունենալ, որ ձեր մտադրությունները զուտ անձնուրացեն։ Քիարան, որը մինչ այդ պահը լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Կարող եմ մի բան ասել, նա ուղիղ դիմեց Ագնեսին։ Տիկին Մյուլլեր, գիտեմ, որ դուք պարզապես ձեր աշխատանքն եք անում, բայց պարոն Վիկտորը փրկեց մորս կյանքը։ Նա ինձ չի ճանաչում, մեզ ոչինչ պարտք չէ, բայց մինույն է, պատրաստ է օգնել ինձ։
Գուցե դժվար է հասկանալ այն մարդուն, ով սա չի անցել, բայց երբեմն բարությունը հայտնվում է ամենաանսպասելի վայրերում։ Ագնեսը ուշադիր նայեց Քիարային։ Եվ դու այստեղ քեզ անվտանգ զգում ես։ Անկասկած, առանց վարանելու պատասխանեց Քիարան։ Այնուամենայնիվ, շարունակեց Ագնեսը, մենք պետք է որոշ պայմաններ սահմանենք։ Նախ, սա ժամանակավոր իրավիճակ է մինչ ձեր մոր հիվանդանոցից դուրս գրվելը։ Երկրորդ, կլինեն կանոնավոր հետողական այցելություններ։ Երրորդ, իրավիճակի ցանկացած փոփոխության մասին պետք է անմիջապես տեղեկացվի մեր բաժանմունքին։ Վիկտորը գլխով արեց, չնայած Ագնեսի անվստահ վերաբերմունքը նրան անհանգստացնում էր։ Նա սովոր էր հարգանքի արժանանալ իր խոսքն անվերապահորեն ընդունել։ Ավելին, շարունակեց Ագնեսը, ես կցանկանայի Քիարայի հետ առանձին խոսել։ Վիկտորը տատանվեց, բայց հասկացավ, որ բողոքի ակցիաները միայն ավելի շատ կասկածներ կառաջացնեն։ Իհարկե։ Ես կլինեմ իմ գրասենյակում, եթե նրանք ինձ կարիք ունենան։ Երբ Վիկտորը դուրս եկավ սենյակից, Ագնեսը առաջ թեքվեց, ավելի մեղմ տոնով խոսելով Քիարայի հետ։ Սիրելիս, ուզում եմ, որ հասկանաս, որ ես քո կողքին եմ։ Եթե ինչ-որ բան, ընդհանրապես ինչ-որ բան, քեզ անհարմար կամ անապահով կզգացնի, կարող ես զանգահարել ինձ ցանկացած ժամանակ, լավ։ Քիարան գլխով արեց։ Հասկանում եմ, տիկին Մյուլլեր, գնահատում եմ ձեր մտահոգությունը։ Բայց պարոն Վիկտորն իսկապես լավ մարդ է։ Երեկ երեկոյան, երբ ես հուսահատ էի, այլս չգիտեի, ինչ անել, նա կանգ առավ ինձ լսելու համար։ Նա դրա կարիքը չուներ։ Ագնեսը մի քանի նշումներ արեց իր թղթապանակում։ Իսկ քո ուսումը։ Դու սովորում ես։ Այո, ես սովորում եմ մեր բնակարանի մոտ գտնվող հանրային դպրոցում։ Ես ավագ դպրոցի վերջին կուրսում եմ։ Ես պետք է խոսեմ քո դպրոցի հետ քո ներկայիս իրավիճակի մասին։ Եվ ես նա կցանկանայի անձամբ հանդիպել քո մոր հետ, երբ նա իրեն ավելի լավ զգա։ Ագնեսի հեռանալուց հետո Վիկտորը վերադարձավ սենյակ, որտեղ նստած էր Քիարան, մտախոհ տեսքով։ Ինչպե՞ս ես զգում, հարցրեց Վիկտորը։ Ես լավ եմ։ Նա պարզապես իր գործն է անում, պաշտպանում է երեխաներին։ Ես չեմ կարող նրան մեղադրել զգույշ լինելու համար։ Վիկտորը զարմացած էր Քիարայի պատասխանի հասունությամբ։ Դու ճիշտ ես։ Ես նյարդայնացա, որովհետև սովոր չեմ, որ իմ մտադրությունները կասկածի տակ դրվեն, բայց նա ունի հիմնավոր պատճառներ զգույշ լինելու համար։ Պարոն Վիկտոր, տատանվելով ասաց Քիարան, կարող եմ ձեզ անձնական մի բան հարցնել։ Իհարկե։ Ինչու է քո տունը թվում այսքան դատարկ։ Այսինքն այն գեղեցիկ է, բայց այնտեղ լուսանկարներ, հուշանվերներ, ոչինչ չի խոսում քո մասին։ Հարցը Վիկտորին անակնկալի բերեց։ Նախկինում ոչ ոք դրա մասին չէր խոսել, բայց մյուս կողմից քչերն էին երբե եղել նրա տանը։ Չեմ կարծում, թե երբե մտածել եմ դրա մասին, խոստովանեց Վիկտորը։ Մորս մահից հետո ես կարծես թե մեկուսացա անձնական հարաբերություններից։ Ես կենտրոնացա միայն աշխատանքի, իմ բիզնեսի կառուցման վրա։ Այս տունն ավելի շատ ներդրման էր նման, քան տան։ Եվ դուք ուրիշ ազգականներ չունեք։ Եղբայրներ, զարմիկներ։ Ոչ։ Միայն ես մայրս էինք։ Հայրս մեզ լքեց, երբ ես 10 տարեկան էի։ Մայրս շատ աշխատեց, որպեսզի ինձ լավ կրթական հնարավորություններ ընձեռի, դա թույլ տվեց ինձ կառուցել այն, ինչ ունեմ այսօր։ Բայց երբ նա մահացավ, ես հասկացա, որ շատ լավ եմ դարձել փող աշխատելու շատ վատ, իմաստալից հարաբերություններ կառուցելու մեջ։ Քիարան գլխով արեց, կարծես թե լիովին հասկանալով Վիկտորի նկարագրած մեկուսացման զգացումը։ Գիտես, մեղմ ասաց Քիարան, մայրս միշտ ասում է, որ տունը միայն այն ժամանակ է դառնում տուն, երբ դրա մեջ սեր կա։ Գուցե պարզապես մի քանի մարդ է պետք սիրելու համար։ Այդ պարզ, բայց խորը դիտարկումը Վիկտորի մտքում արձագանքեց ամբողջ օրվա ընթացքում։ Երբ նա ցույց տվեց Քիարային, թե ինչպես է աշխատում խոհանոցային սարքավորումները, տվեց նրան գործնական տեղեկություններ տան մասին, նա սկսեց պատկերացնել, թե ինչպիսին կլիներ ընտանիք ունենալը, գիշերը տուն վերադառնալու մարդկանց մոտ լինելը, ճաշի սեղանի շուրջ իմաստալից զրույցներ վարելը։ Այդ գիշեր, մինչ Քիարան պարզ ընթրիք էր պատրաստում Վիկտորի հազվադեպ օգտագործվող համեղ խոհանոցում, նա նկատեց, թե ինչպես էր նրա ներկայությունն արդեն ավելի կենսունակ դարձրել իր տունը։ Ռադիոյով մեղմ երաժշտություն էր հնչում, միջանցքներում տարածվում էր ուտելիքի բույրը կյանքի ձայներ, որոնք վաղուց բացակայում էին այդ տարածքից։
Դու շատ լավ ես պատրաստում, մեկնաբանեց Վիկտորը, երբ նրանք նստեցին ճաշի։ Մայրս ինձ սա սովորեցրել է փոքր տարիքից։ Նա միշտ ասում էր, որ խոհարարությունը մարդկանց հանդեպ սերը ցույց տալու միջոց է, պատասխանեց Քիարան, բրինձ լոբի մատուցելով այն ափսեների վրա, որոնք արժեին մոր ամսական աշխատավարձից ավելի։ Եվ ապագայի համար ծրագրեր ունեք։ Մտադիր եք համալսարան ընդունվել։ Քիարայի աչքերը փայլեցին։ Ես շատ կցանկանայի գրականություն ուսումնասիրել։ Ես միշտ սիրել եմ կարդալ գրել։ Բայց համալսարանը թանկ է, մայրս արդեն այնքան շատ զոհողությունների է գնում։ Ինչ կլիներ, եթե փողը խնդիր չլիներ։ Ինչ կցանկանայիք սովորել։ Քիարան մի պահ լուռ մնաց, կարծես երբեք իրեն թույլ չէր տվել երազել առանց ֆինանսական սահմանափակումների։ Լրագրություն, գուցե։ Կամ հոգեբանություն։ Ես ուզում եմ օգնել մարդկանց, պատմել նրանց պատմությունները, ինչ-որ կերպ փոփոխություն մտցնել աշխարհում։ Վիկտորը գլխով արեց, կրկին տպավորված Քիարայի մտքերի խորությամբ։ Այդ պահին նրա մտքում սկսեց ձևավորվել մի միտք, որը կարող էր փոխել ոչ միայն Քիարայի ապագան, այլ նոր իմաստ հաղորդել նրա սեփական կյանքին։ Հաջորդ օրը Վիկտորն ու Քիարան վերադարձան հիվանդանոց, Ռոուզին այցելելու։ Նրա արտաքինի տարբերությունը զարմանալի էր։ Չնայած դեռ գունատ էր, նա նստած էր անկողնում, արթուն դեմքին շատ ավելի գունատ գույն կար։ Երբ նա տեսավ Քիարային սենյակ մտնելիս, նրա աչքերը լուսավորվեցին թեթությունից մայրական սիրուց։ Սիրելիս, ինչպե՞ս ես։ Որտեղ ես քնել երեկ գիշեր, անմիջապես հարցրեց Ռոուզը, բռնելով դստեր ձեռքերը, կարծես համոզվելու համար, որ նա իսկապես լավ է։ Քիարան արագ նայեց Վիկտորին, նախքան պատասխանելը։ Մայրիկ, ես պետք է քեզ մի բան ասեմ, պարոն Վիկտորն ինձ առաջարկեց իր տանը մի սենյակ, մինչ դու հիվանդանոցում կլինես, ես համաձայնեցի։ Հետաց լռությունը խիտ էր։ Ռոուզը նայեց Քիարայից Վիկտորին, նրա դեմքի արտահայտությունը աստիճանաբար փոխվեց զարմանքից դեպի երախտագիտության անհարմարության խառնուրդ։ Պարոն Վիկտոր, զգուշորեն ասաց Ռոուզը, ես անչափ շնորհակալ եմ ձեր առատաձեռնության համար, բայց չեմ կարող ընդունել, որ դուք ստանձնեք այս պատասխանատվությունը։ Քիարան իմ դուստրն է, ձեր պատասխանատվությունը։ Մայրիկ, նրբորեն ընդհատեց Քիարան, դու հիվանդանոցում ես։ Ես չէի կարող տանը մենակ մնալ։ Պարոն Վիկտորը պարզապես ժամանակավորապես է օգնում ինձ։ Վիկտորը, զգալով իրավիճակի լարվածությունը, որոշեց միջամտել։ Տիկին Ռոուզ, ես լիովին հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Եթե ես հայր լինեի, ես էլ նույնը կզգայի։ Բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ Քիարան լիովին անվտանգ է, ես արդեն խոսել եմ սոցիալական ծառայությունների հետ, համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ռոուզը մի քանի պահ ուսումնասիրեց Վիկտորին, հստակ փորձելով գնահատել նրա իրական մտադրությունները։ Եվ ինչ ես դու ստանում դրանից։ Իմ փորձից ելնելով, երբ ինչ-որ բան չափազանց լավ է թվում իրական լինելու համար, սովորաբար այդպես էլ լինում է։ Հարցի կոպիտ անկեղծությունը զարմացրեց Վիկտորին։ Նա սպասում էր երախտագիտության, գուցե նույնիսկ թեթության արդյունքների, բայց ոչ այս անկեղծ կասկածամտությանը։ Դա արդարացի հարց է, խոստովանեց Վիկտորը։ Անկեղծ ասած, չգիտեմ, սրանից որոշ շոշափելի բան կստանամ, թե։ Ոչ։ Բայց կարող եմ ասել, որ վերջին 2 օրերին Քիարայի տանը լինելը ստիպեց ինձ հասկանալ, թե որքան միայնակ է դարձել իմ կյանքը։ Գուցե ես այս փորձառության կարիքն ունեմ այնքան, որքան դու օգնության։ Ռոուզը նկատեց Վիկտորի Քիարայի փոխազդեցությունը, նշելով, թե որքան հարմարավետ էին նրանք զգում միմյանց հետ, թե ինչպես էր նրանց միջ բնական քիմիա, որը ենթադրում էր, որ նրանք այլս լիովին անծանոթներ չեն։ Քիարա, ասաց Ռոուզը, դիմելով դստերը, դու քեզ անվտանգ զգում ես նրա հետ։ Անկասկած, մայրիկ։ Նա շատ հարգալից բարի է եղել։ Եվ նրա տունը հրաշալի է, պետք է տեսնեք այն։ Նա նույնիսկ ունի գրադարան, ավելի շատ գրքերով, քան ես երբեք տեսել եմ իմ կյանքում։ Ռոուզը դանդաղ գլխով արեց։ Իսկ դպրոցը։ Ես կշարունակեմ սովորել սովորականի պես։ Պարոն Վիկտորն ասաց, որ կարող է ինձ տանել հիվանդանոց հետ տանել մինչ ձեր հեռանալը։ Վիկտորը ավելացրեց. Իրականում, եթե թույլ կտաք, ես կցանկանայի ավելի լայն առաջարկ անել։ Ռոուզը զգուշորեն նայեց նրան։ Ինչ առաջարկ։ Լավ, սկսեց Վիկտորը, զգուշորեն ընտրելով իր խոսքերը, հասկանում եմ, որ դուք աշխատում եք որպես տնային տնտեսուհի մի քանի տներում։ Դա, հավանաբար, ֆիզիկապես ուժասպառ անող ֆինանսապես անկայուն է։
Ես մի քանի շենքերի սեփականատեր եմ մայրաքաղաքում, ինձ անհրաժեշտ է մեկը, որը կկառավարի դրանցից մեկը։ Դա կլինի լրիվ դրույքով աշխատանք, ֆիքսված աշխատավարձով, առողջապահական նպաստներով, բնակարան կտրամադրվի որպես փաթեթի մի մաս։ Սենյակում լռությունը գրեթե շոշափելի էր։ Քիարան նայեց մորից մինչ Վիկտոր, հազիվ հավատալով լսածին։ Ռոուզը, մյուս կողմից, խորապես կասկածամիտ էր թվում։ Բնակարան, դանդաղ հարցրեց Ռոուզը։ Այո։ Սա միջին խավի բնակելի շենք է մայրաքաղաքի կենտրոնում։ Պահակազորի բնակարանն ունի 3 ննջասենյակ, 2 լոգարան, փոքրիկ այգու տեսարան։ Այն մի քանի ամիս է, դատարկ է, քանի որ ես չեմ գտել այդ պաշտոնի համար հարմար մեկին։ Եվ ինչ էր ենթադրում աշխատանքը, հարցրեց Ռոուզը, դեռս զգուշավոր ձայնով։ Շենքի ընդհանուր կառավարում։ Պահպանման վերահսկողություն, մատակարարների հետ համակարգում, բնակիչների հետ հոգ տանել, ապահովել, որ ամեն ինչ ճիշտ գործի։ Սա փոքր շենք է, ընդամենը 20 բնակարան, այնպես որ դա չափազանց ծանրաբեռնվածություն չի լինի։ Ռոուզը մի քանի րոպե լուռ մնաց, մտածելով առաջարկի մասին։ Վիկտորը կարող էր տեսնել նրա աչքերում առկա հակամարտությունը, հպարտության գործնական անհրաժեշտության միջ պայքարը։ Ինչու՞ պետք է դա անեի, վերջապես հարցրեց Ռոուզը։ Դու ինձ նույնիսկ չես ճանաչում։ Որովհետև ես ճանաչում եմ ձեր դստերը, անկեղծորեն պատասխանեց Վիկտորը։ Եվ ցանկացած կին, որը մեծացրել է Քիարայի նման արտասովոր երիտասարդ կնոջ, հաղթահարելով ձեր բախված դժվարությունները, արժանի է կայունության հնարավորություն ստանալու։ Քիարան բռնել էր մոր ձեռքը։ Մայրիկ, սա մեզ համար նոր սկիզբ կլիներ։ Դու կարող ես դադարել ինքնասպան լինել մի քանի տներում աշխատելով, ունենալ կայուն աշխատավարձ, առողջապահական ապահովագրություն, շաքարախտը ճիշտ կառավարելու համար։ Եվ ինչ եք կարծում, ինչ կմտածեն մարդիկ, հարցրեց Ռոուզը, նրա ձայնը բացահայտում էր նրա խորը մտահոգությունները։ Հարուստ մարդը, որը օգնում է աղքատ ընտանիքին։ Նրանք կմտածեն, որ կա ինչ-որ կասկածելի բան, որ մենք փորձում ենք շահագործել նրան, կամ ավելի վատ բան։ Վիկտորը անմիջապես հասկացավ Ռոուզի մտահոգությունը։ Հասարակության մեջ, որտեղ դասակարգային տարբերությունները այդքան ցայտուն էին, իսկական առատաձեռնության ժեստերը հաճախ ցինիզմով էին ընդունվում։ Տիկին Ռոուզ, մեղմ ասաց Վիկտորը, ես հասկանում եմ ձեր մտահոգությունները։ Բայց միակ կարծիքը, որը պետք է կարոր լինի, ձեր Քիարայի կարծիքն է։ Ես բարեգործություն չեմ առաջարկում։ Ես ազնիվ աշխատանք եմ առաջարկում աշխատասեր մարդուն։ Դուք կկառավարեք շենքը, ես կվճարեմ արդար աշխատավարձ, պատմության ավարտը։ Բայց կարծում ես, կարող եմ ընդունել նման առաջարկ 2 օր առաջ հանդիպած մեկից, հարցրեց Ռոուզը, դեռս կառչելով իրավիճակից։ Քիարան էր, որ պատասխանեց. Մայրիկ, դու միշտ ինձ սովորեցրել ես, որ երբ դուռը բացվում է, մենք պետք է քաջություն ունենանք անցնելու դրանով։ Գուցե սա մեր դուռն է։ Ռոուզը նայեց դստերը, տեսնելով նրա աչքերում հույսը, ապա Վիկտորին փորձելով նկատել կեղծիքի կամ թաքնված դրդապատճառի որե նշան։ Նա տեսավ մի տղամարդու, որը կարծես անկեղծորեն նվիրված էր նրանց բարեկեցությանը, նույնիսկ եթե նա լիովին չէր կարողանում հասկանալ, թե ինչու։ Ես կցանկանայի տեսնել բնակարանը, նախքան որևէ որոշում կայացնելը, վերջապես ասաց Ռոուզը։ Իհարկե, անմիջապես համաձայնեց Վիկտորը։ Հենց որ դուրս գրվես, կարող ենք գնալ տեսնելու այդ վայրը։ Եթե քեզ դուր չգա, ընդհանրապես ճնշում չկա։ Այդ պահին բժիշկը մտավ սենյակ, Ռոուզին զննելու։ Նրա կենսական ցուցանիշները ստուգելուց մի քանի հարց տալուց հետո, թե ինչպես է նա զգում, բժիշկը ժպտաց։ Հիանալի նորություն։ Եթե ամեն ինչ շարունակի այսպես բարելավվել, դուք կարող եք վաղը կամ մյուս օրը դուրս գրվել։ Լուրջ ոգորված հարցրեց Քիարան։ Այո, բայց որոշ դեպքերում, զգուշացրեց բժիշկը, դուք պետք է խստորեն հետեք դեղորայքային ռեժիմին, պարբերաբար անցնեք բժշկական զննումներ, խուսափեք չափազանց սթրեսից։ Ձեր դուստրը նշեց, որ դուք աշխատում եք մի քանի տներում որպես տնային տնտեսուհի։ Սա կարող է շատ սթրեսային, ֆիզիկապես պահանջկոտ լինել շաքարախտով տառապողի համար։ Ռոուզը իմաստալից նայեց Վիկտորին Քիարային։ Բժշկի դեղատոմսը կարծես հենց այն էր, ինչի մասին նրանք խոսում էին։ Բժշկի հեռանալուց հետո երեքը մնացին մտախոհ լռության մեջ։ Գիտես, վերջապես ասաց Ռոուզը, 5 տարի առաջ, երբ Քիարայի հայրը լքեց մեզ, ես մտածեցի, որ աշխարհի վերջը եկել է։ Ես մի փոքրիկ դուստր ունեի մեծացնելու, առանց իմաստալից ֆորմալ կրթության աջակցության ցանցի։ Բայց մենք կարողացանք գոյատել, նույնիսկ ծաղկել մեր ձով։
Ես սովորեցի վստահել մարդկանց հանդեպ իմ բնազդներին։ Նա ուղիղ նայեց Վիկտորին։ Իմ բնազդն ինձ ասում է, որ դու լավ մարդ ես։ Ես չգիտեմ, թե ինչու ես դա անում, գուցե երբեք լիովին չհասկանամ, բայց իմ դուստրը վստահում է քեզ, ես վստահում եմ նրա դատողությանը։ Այսպիսով, Վիկտորը սկսեց տատանվելով։ Ես կտեսնեմ բնակարանը։ Եթե այն ինձ դուր գա, եթե աշխատանքն իսկապես այնպիսին է, ինչպիսին դուք նկարագրեցիք, ապա գուցե կարողանանք փորձել։ Քիարան բռնել էր մոր ձեռքերը, աչքերում թեթության արցունքներ էին։ Մայրիկ, սա փոխելու է մեր կյանքը։ Հուսով եմ, սիրելիս։ Հուսով եմ, այո։ Վիկտորը տարօրինակ զգացողություն զգաց կրծքում։ Տարիներ շարունակ իր հաջողությունները չափվել են թվերով, ձեռքբերումներով։ Սակայն տեսնելով Քիարայի դեմքին հույսը, Ռոզի զգուշավոր հույսը, նա հասկացավ, որ գուցե շուտով իրեն սպասում է բոլորովին այլ տեսակի հաջողություն, որը չէր կարող քանակականացվել ֆինանսական հաշվետվություններում, բայց որը կարող էր լցնել իր հոգու այն դատարկությունը, որը աշխարհի բոլոր փողերը չէին կարողացել դիպչել։ Երբ նրանք այդ կեսօրին դուրս գրվեցին հիվանդանոցից, Վիկտորը նկատեց, որ Քիարային այլ կերպ է նայում։ Այլս ոչ թե որպես կարիքավոր դեռահասի, որին նա օգնում էր իմպուլսիվ կերպով, այլ որպես մեկի, ով կարող էր դարձել իր համար այնպիսի ձով, որը նա դեռ փորձում էր հասկանալ։ Եվ տարիներ անց առաջին անգամ նա անհամբեր սպասում էր տուն վերադառնալուն, քանի որ գիտեր, որ դատարկ տուն չի ժամանելու։ 3 օր անց Ռոուզը վերջապես դուրս գրվեց հիվանդանոցից։ Վիկտորը պնդել էր անձամբ նրան վերցնել մեքենայով հիվանդանոց գնալով արոտ առավոտյան, որը գեղեցիկ կերպով հակադրվում էր մայրաքաղաքի որոշ ստվերոտ տարածքներում դեռս ծածկված ձյան հետ։ Երբ նրանք հասան Վիկտորի նշած շենքը, Ռոուզը Քիարան տպավորված էին։ Այն լավ պահպանված, միջին խավի շենք էր, նրբագեղ, բայց զուսպ մուտքով։ Տեղանքը հիանալի էր, հանգիստ փողոցում, բայց խանութների հասարակական տրանսպորտի մոտ։ Սա ամբողջը, հարցրեց Ռոուզը, վեր նայելով հարկերը հաշվելու համար։ Այո։ Բնակարանը տեսնենք, պատասխանեց Վիկտորը, նկատելով Ռոուզի զգուշորեն չեզոք արտահայտությունը, կարծես նա պատրաստվում էր ինչ-որ հիասթափության։ Բնակարանը նրանց լիովին զարմացրեց։ Այն ուներ 3 ընդարձակ ննջասենյակ, 2 լիարժեք լոգարան, մեծ հյուրասենյակ, որը նայում էր դեպի փոքրիկ այգի, խոհանոց, որն ավելի մեծ էր, քան ամբողջ բնակարանը, որտեղ նրանք նախկինում ապրել էին։ Բնական լույսը առատորեն ներթափանցում էր մեծ պատուհաններից, կար մի փոքրիկ գրասենյակ, որը կարող էր ծառայել վարչական աշխատանքների, որպես Քիարայի ուսումնական տարածք։ Մայրիկ, շշնջաց Քիարան, հազիվ հավատալով տեսածին, նայիր, թե որքան մեծ է իմ։ Ինչը կարող է լինել իմ սենյակը։ Ռոուզը դանդաղ քայլում էր բնակարանով, դիպչելով պատերին, կարծես թե համոզվելու համար, որ երազ չի տեսնում։ Վիկտորը ուշադիր հետում էր նրա արձագանքներին, նկատելով, թե ինչպես է նա պայքարում հույսի վախի մեջ, որ այդքան լավ բան կարող է իրական լինել։ Եվ ինչ կլինի իմ աշխատանքը, հարցրեց Ռոուզը, զգուշորեն նստելով հյուրասենյակի բազմոցին։ Վիկտորը հանեց իր հետ բերած թղթապանակը։ Ահա պարտականությունների մանրամասն նկարագրությունը։ Ըստ էության, դուք կլինեիք շենքի կառավարիչը։ Համակարգեք մանր վերանորոգումները, լուծեք բնակիչների մեջ եղած խնդիրները, վերահսկեք ընդհանուր տարածքների մաքրությունը, շփվեք մատակարարների հետ, պահպանեք հիմնական գրառումները։ Իսկ ինչ կասեք ներկայիս բնակիչների մասին։ Ինչպես կվերաբերվեին նրանք, եթե շենքը կառավարեր ինձ նման մեկը, հարցրեց Ռոուզը, բացահայտելով սոցիալական դասի նկատմամբ իր անվստահությունը։ Բնակիչները միջին խավի մասնագետներ են։ Ուսուցիչներ, բուժքույրեր, պետական ծառայողներ, փոքր բիզնեսի սեփականատերեր։ Նրանք աշխատասեր մարդիկ են, ինչպես դուք։ Իրականում կարծում եմ, որ նրանք կհամարվեն այնպիսի մեկը, ով հասկանում է քրտնաջան աշխատանքի արժեքը։ Ռոուզը ուշադիր ուսումնասիրեց փաստաթղթերը։ Առաջարկվող աշխատավարձը ավելին էր, քան նա վաստակում էր տարբեր տներում աշխատելով, իսկ արտոնությունների մեջ էր մտնում համապարփակ առողջության ապահովագրությունը, որը նա երբեք չէր ունեցել։ Կարող եմ հարցնել խնամակալի նախկին բնակարանի մասին։ Ինչու է նա հեռացել։ Վիկտորը մի պահ տատանվեց։ Իրականում, ես այստեղ երբեք չեմ ունեցել տանտեր, որը կբնակվի տանը։ Ես միշտ վարձել եմ կառավարման ընկերություն, բայց նրանք երբեք չեն ցուցաբերել այն անձնական ուշադրությունը, որին ես համարում էի, որ բնակիչները արժանի են։ Երբ հանդիպեցի քեզ, հասկացա, որ գուցե ժամանակն է փորձել ավելի մարդկային մոտեցում։
Այս խոստովանությունը ստիպեց Ռոզին նրան նայել այլ արտահայտությամբ։ Այսինքն, դու այս աշխատանքը հատուկ ինձ համար ես ստեղծում։ Ես ստեղծում եմ մի աշխատանք, որը պետք է արվի, առաջարկում եմ այն մեկին, ում վստահում եմ, որ այն լավ կանի, նրբորեն ուղղեց Վիկտորը։ Քիարան, որը բնակարանը զննում էր, փայլող աչքերով վերադարձավ հյուրասենյակ։ Մայրիկ, սենյակում կա մի փոքրիկ գրադարան, որը իմը կլիներ, խոհանոցի պատուհանից կարելի է տեսնել դպրոց։ Ինչքան ես տեսա, շատ լավ մասնավոր դպրոց է։ Վիկտորը ժպտաց։ Իրականում ես ուզում էի խոսել այս մասին։ Քիարան ավագ դպրոցի վերջին կուրսում է, չէ՞։ Այս մասնավոր դպրոցն ունի գերազանց քոլեջի նախապատրաստական ծրագիր։ Եթե տեղափոխվեք այստեղ, ես կցանկանայի Քիարային կրթաթոշակ առաջարկել, որպեսզի նա կարողանա այնտեղ ավարտել ուսումը։ Ռոզը կտրուկ վեր կացավ, ակնհայտորեն հուզված։ Պարոն Վիկտոր, սա արդեն չափազանց շատ է։ Բնակարան, աշխատանք, իսկ հիմա մասնավոր դպրոց։ Ինչու եք այս ամենը անում։ Հարցի ինտենսիվությունը անակնկալի բերեց Վիկտորին։ Նա տեսնում էր, որ Ռոզը սկսում էր ճնշված զգալ առաջարկների անհամար քանակից։ Տիկին Ռոուզ, հանգիստ ասաց Վիկտորը, կարող եմ նստել բացատրել։ Ռոզը գլխով արեց, դեռս տեսանելիորեն լարված։ 5 տարի առաջ, երբ մայրս մահացավ, ես լիովին մեկուսացա։ Ես կառուցեցի բիզնես կայսրություն, կուտակեցի հարստություն, բայց մեկուսացա ցանկացած իմաստալից մարդկային կապից։ Այդ գիշեր Քիարայի հետ հանդիպելը, նրա քաջությունը տեսնելը, քեզ հետ հանդիպելը, գիտակցելը, թե ինչպիսի արտասովոր մարդ ես ստեղծել, դա ինձ արթնացրեց այն բանի հանդեպ, որը կորցրել էի։ Վիկտորը լռեց, զգուշորեն ընտրելով իր խոսքերը։ Ես չեմ փորձում ընտանիք գնել կամ որևէ բանի համար փոխհատուցել։ Ես հնարավորություններ եմ առաջարկում, որովհետև ես ունեմ դրա համար անհրաժեշտ միջոցները, որովհետև դուք արժանի եք այդ հնարավորություններին։ Բայց եթե սա ձեզ անհարմար է դարձնում, մենք կարող ենք վերանայել ամեն ինչ։ Ռոզը մի քանի րոպե լուռ մնաց, հստակորեն ամեն ինչ վերլուծելով։ Քիարան նստեց մոր կողքին, բռնելով նրա ձեռքը։ Մայրիկ, մեղմ ասաց Քիարան, հիշում ես, թե ինչպես էիր միշտ ասում, որ մենք պետք է շնորհակալ լինենք ստացած օրհնությունների համար, նույնիսկ երբ չենք հասկանում, թե ինչու ենք դրանք ստացել։ Ռոզը նայեց դստերը, դանդաղ գլխով արեց։ Գուցե սա այդ օրհնություններից մեկն է, շարունակեց Քիարան։ Գուցե պարոն Վիկտորը մեզ նույնքան կարիք ունի, որքան մենք նրան։ Այդ պահին Վիկտորի բջջային հեռախոսը զանգեց։ Դա Ագնես Մյուլլերն էր, սոցիալական աշխատողը։ Պարոն Վիկտոր, ես պետք է անհապաղ խոսեմ ձեզ հետ։ Կա նոր իրավիճակ, որը պետք է քննարկվի Քիարայի հետ կապված։ Ինչ իրավիճակ է, հարցրեց Վիկտորը, զգալով աճող լարվածություն։ Ես նախընտրում եմ սա անձամբ քննարկել։ Կարող եմ 1 ժամից հանդիպել ձեզ հետ։ Վիկտորը նայեց Ռոզին Քիարային, տեսնելով նրանց դեմքերին աճող անհանգստությունը։ Իհարկե։ Որտեղ։ Նրա գրասենյակում։ Իսկ պարոն Վիկտորը։ Քիարային ձեզ հետ բերեք։ Երբ Վիկտորը անջատեց հեռախոսը, բնակարանում մթնոլորտը լիովին փոխվել էր։ Ինչ էր դա, հարցրեց Ռոզը, լարված ձայնով։ Սոցիալական աշխատողը ուզում է մեզ տեսնել։ Չգիտեմ ինչու, բայց նա թվում էր։ Լուրջ։ Ռոզը վեր կացավ, դեմքի արտահայտությունը կոշտացավ։ Գիտեի, որ սա չափազանց լավ էր, որ ճշմարիտ լիներ։ Հավանաբար ինչ-որ մեկը մեղադրանք է առաջադրել, կասկածներ է հարուցել նրա մտադրությունների վերաբերյալ։ Մայրիկ, մենք դեռ ոչինչ չգիտենք, ասաց Քիարան, փորձելով հանգիստ մնալ, բայց Վիկտորը տեսավ վախը նրա աչքերում։ Ռոուզ, վճռականորեն ասաց Վիկտորը, անկախ նրանից, թե ինչ է Ագնես Մյուլլերը ուզում քննարկել, մենք միասին կհանդիպենք դրան։ Ես ոչ մի վատ բան չեմ արել, դու ոչ մի վատ բան չես արել, Քիարան, անշուշտ, ոչ մի վատ բան չի արել։ Ինչ էլ որ լինի, մենք կլուծենք այն։ Երբ նրանք դուրս եկան բնակարանից ուղղորդվեցին Վիկտորի գրասենյակ, երեքն էլ խորասուզված էին իրենց մտքերի մեջ։ Ռոզը մտածում էր, թե արդյոք ճիշտ էր վարվել, վստահելով Վիկտորին, թե միամիտ էր, հավատալով, որ այդքան լավ բան կարող է պատահել իրենց հետ։ Քիարան անհանգստանում էր, որ իր պատկերացրած նոր կյանքը կարող է փլուզվել, դեռ չսկսված։ Եվ Վիկտորը վճռականորեն տրամադրված էր պաշտպանել այս ընտանիքը, որը անսպասելիորեն կարող էր դարձել իր համար, անկախ նրանից, թե ինչ կգտնեին Ագնեսի գրասենյակում։
Վիկտորի գրասենյակը տպավորիչ էր, զբաղեցնելով ժամանակակից արտրային շենքի վերին հարկը, մայրաքաղաքի համայնապատկերային տեսարանով։ Երբ Ագնեսը ժամանեց, նա իր հետ բերեց մեկ անձի, խիստ դեմքի արտահայտությամբ մի տարեց կնոջ, որը ներկայացավ որպես Աննա Սալեն, երեխաների պաշտպանության բաժնի վերահսկիչ։ Պարոն Վիկտոր, առանց նախաբանի սկսեց Աննան, մենք անանում բողոք ստացանք Քյարայի իրավիճակի վերաբերյալ։ Ինչ-որ մեկը պնդել է, որ դեռահաս աղջկան ապաստան տալու ձեր որոշման հետում կարող են լինել անպատշաճ դրդապատճառներ։ Հետաց լռությունը լարված էր։ Վիկտորը զգաց, որ իր զայրույթը մեծանում է, բայց նա ստիպեց իրեն հանգիստ մնալ։ Եվ ինչ անպատշաճ դրդապատճառներ էին ենթադրվում, հարցրեց Վիկտորը, զգուշորեն զսպված ձայնով։ Բողոքը ենթադրում է, որ դուք, հնարավոր է, փորձում եք գնել անչափահասի հետ կապը, նրա ընտանիքին չափազանց մեծ ֆինանսական առաջարկներ անելով։ Ռոուզը կտրուկ վեր կացավ։ Սա ծիծաղելի է։ Այս մարդը փրկեց մեր կյանքը։ Տիկին Կարմին, սառնորեն ասաց Աննան, հասկանում եմ ձեր երախտագիտությունը, բայց մեր գործն է պաշտպանել երեխայի լավագույն շահերը, անկախ անձնական զգացմունքներից։ Քյարան, որը մինչ այդ պահը լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Կարող եմ մի բան ասել, ուղիղ դիմեց նա Աննային։ Ես 17 տարեկան եմ, ես փոքրիկ երեխա չեմ։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ է կատարվում այստեղ։ Պարոն Վիկտորը երբեք, ոչ մի անգամ, ինձ անհարմար կամ անապահով չի զգացրել։ Նա հարգալից, բարի անկեղծորեն մտահոգված է եղել մեր բարեկեցությամբ։ Աննան ուշադիր նայեց Քյարային։ Եվ կասկածելի չես համարում, որ հարուստ մարդը, որին հենց նոր հանդիպեցիր, այդքան շատ բաներ է առաջարկում քո ընտանիքին։ Կարծում եմ, սա անսովոր է, առանց վարանելու պատասխանեց Քյարան։ Բայց ես չեմ կասկածում։ Երբեմն լավ մարդիկ լավ բաներ են անում։ Գուցե դժվար է հավատալ այն աշխարհին, որտեղ մենք միշտ վատագույնն ենք սպասում մարդկանցից, բայց իսկապես անձնուրաց մարդիկ դեռ գոյություն ունեն։ Վիկտորը դիտում էր, թե ինչպես է Քյարան պաշտպանում իրեն իր ընտանիքը այնպիսի ճարտասանությամբ հասունությամբ, որը տպավորիչ էր իր տարիքի մարդու համար։ Այդ պահին նա բացարձակ վստահությամբ գիտեր, որ ամեն ինչ կանի այս արտասովոր երիտասարդ կնոջը նրա նույնքան տպավորիչ մորը պաշտպանելու համար։ Աննա Սալենը մի քանի պահ թերթեց իր թղթապանակը, ակնհայտորեն փորձելով որոշել, թե ինչպես գործել Քյարայի հստակ պաշտպանության դեմ։ Ագնեսը, որը համեմատաբար լուռ էր մնացել, վերջապես միջամտեց։ Աննա, ես վերջին մի քանի օրերի ընթացքում աշխատել եմ այս ընտանիքի հետ, կարող եմ վկայել, որ պարոն Վիկտորի կողմից որևէ անպատշաճ վարքագիծ չեմ նկատել։ Իրականում, նա օրինակելի է եղել բոլոր կանոնակարգերին հետելու հարցում։ Աննան թեթակի նյարդայնացած նայեց Ագնեսին։ Ագնես, բողոք է ներկայացվել, մենք պարտավոր ենք այն մանրակրկիտ քննել։ Մենք չենք կարող պարզապես անտեսել այն, քանի որ իրավիճակը մակերեսորեն թվում է տեղին։ Եվ ով է այս մեղադրանքը ներկայացրել, հարցրեց Վիկտորը, նրա համբերությունը վերջապես սպառվեց։ Ես իրավունք ունեմ իմանալ, թե ով է մեղադրանքներ ներկայացնում իմ կերպարի դեմ։ Անանում բողոքները պաշտպանված են գաղտնիությամբ, խստորեն պատասխանեց Աննան։ Բայց դրանք պարտադիր չէ, որ ճշմարիտ լինեն, միջամտեց Ռոուզը, ձայնը լի էր հիասթափությամբ։ Կարող է արդյոք որևէ մեկը պարզապես զանգահարել կեղծ մեղադրանք առաջադրել ինչ-որ մեկի դեմ։ Այդ պահին Վիկտորի քարտուղարուհին թակեց դուռը տատանվելով ներս մտավ։ Պարոն Վիկտոր, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, բայց ընդունարանում կա մեկը, ով ասում է, որ շտապ պետք է ձեզ հետ խոսի Քյարա Կարմինի մասին։ Գրասենյակում բոլորը անհանգիստ հայացքներ փոխանակեցին։ Ո՞վ է դա, հարցրեց Վիկտորը։ Մի մարդ, որը ներկայացել է որպես Մարկո Օլինս։ Նա ասում է, որ ինքը Քյարայի հայրն է։ Հաջորդող լռությունը խլացնող էր։ Քյարան անմիջապես գունատվեց, իսկ Ռոուզը տեսանելիորեն ցնցվեց։ Վիկտորը զգաց, որ կարծես հողը անհետացել էր իր ոտքերի տակ։ Հայրիկս, շնջաց Քյարան, նրա ձայնը գրեթե լսելի չէր։ Բայց նա լքեց մեզ 10 տարուց ավելի առաջ։ Ռոուզը վեր կացավ, ձեռքերը դողում էին։ Նա չի կարող այստեղ լինել։ Նա իրավունք չունի։ Աննա Սալենը հանկարծ շատ ավելի հետաքրքրվեց իրավիճակով։ Հետաքրքիր է։ Եթե Քյարայի կենսաբանական հայրը այստեղ է, դա զգալիորեն բարդացնում է իրավական իրավիճակը։ Բեր նրան այստեղ, ասաց Վիկտորը իր քարտուղարուհուն, չնայած նրա էության ամեն մի մանրաթելը գոռում էր հրաժարվելու համար։ Մի քանի րոպե անց գրասենյակ մտավ Մարկո Օլինսը։
Նա 40 անց տղամարդ էր, հագնված առօրյա հագուստով, որի դեմքը դժվար կյանքի նշաններ էր ցույց տալիս։ Նրա աչքերի շուրջը Քյարայի հետ անորոշ նմանություն կար, բայց նրա ներկայությունը ճառագում էր բոլորովին այլ էներգիա, քան Ռոուզին նրա դստերը բնորոշ արժանապատվությունն ու ուժը։ Ռոուզ, ասաց Մարկոն, փորձելով ժպտալ, բայց ժպիտը չհասավ նրա աչքերին։ Լավ ես։ Լսել եմ, որ հիվանդանոցում ես։ Ինչպես իմացար, սառնորեն հարցրեց Ռոուզը։ Եվ հիմա ինչու ես հետաքրքրվում։ Մարկոն անտեսեց Ռոուզի ձայնի մեջ եղած թշնամանքը, շուրջը նայեց շքեղ գրասենյակում։ Եվ սա, հավանաբար, իմ դուստրն է։ Մեր դուստրը, Քյարան։ Դու այնքան ես մեծացել։ Քյարան չպատասխանեց, նա պարզապես նայում էր նրան, կարծես ուրվական էր տեսնում։ Ինչ ես ուզում, Մարկո, ուղիղ հարցրեց Ռոուզը։ Մարկոն անփույթ քայլում էր գրասենյակով, ակնհայտորեն տպավորված շրջապատի ակնհայտ հարստությունից։ Դե, ես որոշ ծանոթներից լսել եմ, որ դու կապված ես շատ հարուստ մարդու հետ։ Ես անհանգստացած էի։ Վիկտորը վերջապես խոսեց։ Եվ դու… Մարկո Օլինս, Քյարայի կենսաբանական հայրը։ Եվ դու, հավանաբար, այն մարդն ես, ով փորձում է գնել իմ ընտանիքը։ Մեղադրանքը կախված էր օդում, ինչպես թույն։ Վիկտորը կարող էր տեսնել, թե ինչպես է ամեն ինչ իր տեղը ընկնում իր մտքում, անանուն դատապարտումը, Մարկոյի հանկարծակի վերստին հայտնվելը ավելի քան մեկ տասնամյակ բացակայությունից հետո։ Դու էիր անանուն հաղորդումը կատարողը, առանց հարցնելու ասաց Վիկտորը։ Մարկոն ցինիկաբար ժպտաց։ Դե երբ հարուստ, միայնակ տղամարդը հանկարծ այդքան հետաքրքրվում է խոցելի դեռահաս աղջկանով, ցանկացած պատասխանատու հայր կանհանգստանա։ Պատասխանատու հայրիկ, պայթեց Ռոուզը։ Դու մեզ լքեցիր, երբ Քյարան 5 տարեկան էր։ Որտեղ էր այդ պատասխանատու հայրությունը, երբ ես 3 աշխատանքով էի աշխատում մեր դստերը կերակրելու համար։ Որտեղ էր, երբ նա բարձր ջերմություն ուներ, իսկ ես բժշկի համար փող չունեի։ Որտեղ էր, երբ նա լաց էր լինում, հարցնելով, թե ինչու հայրիկը չի վերադառնում։ Մարկոն պահպանեց իր հանգստությունը, բայց Վիկտորը կարող էր տեսնել, որ Ռոուզի խոսքերը ազդել էին նրա վրա։ Ես երիտասարդ էի, Ռոուզ։ Ես պատրաստ չէի պատասխանատվությանը։ Բայց հիմա դու պատրաստ ես, որովհետև պարզեցիր, որ փող կա մեջը, առաջին անգամ խոսեց Քյարան, սառույցի պես սառը ձայնով։ Մարկոն նայեց դստերը, փորձելով վիրավորված տեսք ունենալ։ Քյարա, սիրելիս, ես միշտ մտածել եմ քո մասին։ Ես միշտ անհանգստացել եմ քեզ համար։ Սուտ է, պարզապես ասաց Քյարան։ Եթե հոգ տանեիր, ամեն տարի գոնե ծննդյան բացիկ կուղարկեիր։ Եթե հոգ տանեիր, կհայտնվեիր, երբ մայրիկս հիվանդ լիներ, նախքան կիմանայիր, որ մեզ օգնում է ինչ-որ հարուստ մարդ։ Աննա Սալենը, որը դիտարկել էր ամբողջ շփումը, վերջապես միջամտեց։ Պարոն Օլինս, նույնիսկ եթե դուք Քյարայի կենսաբանական հայրն եք, երկարատ լքվածությունը զգալիորեն ազդում է ձեր ծնողական օրինական իրավունքների վրա։ Բայց դա նրանց ամբողջությամբ չի վերացնում, պատասխանեց Մարկոն, բացահայտելով, որ ներկայանալուց առաջ ուսումնասիրել էր իրավական իրավիճակը։ Վիկտորը զգաց, որ իր մեջ սառը զայրույթ է աճում։ Այս մարդը լքել էր Ռոուզին ու Քյարային, երբ նրանք ամենաշատն էին կարիք ունենում իրեն, իսկ հիմա նա հայտնվում էր ինչպես անգղ, որը գրավում էր փողի բույրով։ Ինչ ես ուզում կոնկրետ, ուղիղ հարցրեց Վիկտորը։ Մարկոն ժպտաց, Վիկտորը կարողացավ տեսնել ագահությունը նրա աչքերում։ Դե, որպես Քյարայի հայր, կարծում եմ պետք է կարծիք ունենամ ձեր առատաձեռն առաջարկների վերաբերյալ։ Գուցե կարողանանք քննարկել մի եղանակ, որով ես կապահովեմ, որ դստերս շահերը պաշտպանված լինեն։ Փող ես ուզում, ասաց Ռոուզը, նրա ձայնը զզվանքով էր լցված։ Ես ուզում եմ լավագույնը իմ դստեր համար, պատասխանեց Մարկոն, բայց նրա անկեղծությունը ակնհայտ էր սենյակում գտնվող բոլորի համար։ Քյարան վեր կացավ, ձեռքերը դողում էին զայրույթից։ Ոչ։ Ես թույլ չեմ տա դա։ Նա դիմեց Աննա Սալենին։ Կա։ Արդյոք որ է օրինական միջոց, որ ես խզեմ այս տղամարդու հետ որ է կապ։ Նա լքեց մեզ, երբեք ալիմենտ չվճարեց, երբեք մեզ հետ կապ չհաստատեց։ Ես 17 տարեկան եմ, գրեթե չափահաս։ Պետք է լինի որ է միջոց, որով կհամոզվեմ, որ նա իշխանություն չունի իմ կյանքի վրա։ Աննան նայեց իր գործին։ Կան իրավական մեխանիզմներ, բայց դրանք բարդ են։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով լքվածության պատմությունը այն փաստը, որ դուք մոտենում եք չափահասության տարիքին, դրան չի հասնի, ընդհատեց Վիկտորը, նրա ձայնը լի էր հեղինակությամբ, որը բոլորին ստիպեց նայել նրա կողմը։ Պարոն Օլինս, թույլ տվեք շատ հստակ լինել։ Ես ձեզ ոչ մի կոպեկ չեմ տա։ Եթե փորձեք խնդիրներ ստեղծել այս ընտանիքի համար, ես կօգտագործեմ բոլոր հնարավոր իրավական միջոցները նրանց պաշտպանելու համար։ Եվ կարող եմ վստահեցնել ձեզ, որ ես բավարար ռեսուրսներ ունեմ ձեր կյանքը շատ դժվարացնելու համար, եթե փորձեք շանտաժի ենթարկել կամ մանիպուլյացիայի ենթարկել նրանցից որևէ մեկին։ Մարկոն փորձեց պահպանել իր քաջությունը, բայց նա ակնհայտորեն վախեցած էր Վիկտորի եռանդից։ Ավելին, շարունակեց Վիկտորը, Ագնես, ես կցանկանայի, որ դու փաստաթղթավորես այս զրույցը։ Ես կարծում եմ, որ շորթման փորձը դաշնային հանցագործություն է։ Ագնեսը գլխով արեց, մանրամասն նշումներ անելով։ Մարկոն շուրջը նայեց, հասկանալով, որ լրջորեն թերագնահատել էր իրավիճակը։ Լսիր, գուցե ես լավ չարտահայտվեցի։ Ոչ, ընդհատեց Ռոուզը։ Դու արտահայտվեցիր ճիշտ այնպես, ինչպես մտադիր էիր։ Դու այստեղ եկար, փորձելով շահույթ ստանալ ինչ-որ մեկի բարությունից քո դստեր նկատմամբ։ Այն դստերը, որին դու լքել էիր։ Քիարան մոտեցավ Մարկոյին, ուղիղ նայելով նրա աչքերի մեջ։ Ես ուզում էի, որ դու իմանաս, որ չնայած ամեն ինչին, ես լավ եմ մեծացել։ Մայրս ինձ սովորեցրել է լինել ուժեղ, ազնիվ, աշխատել քրտնաջան, շնորհակալ լինել ճանապարհին հանդիպող լավ մարդկանց համար։ Այն ամենի համար, ինչ ես եմ, պարտական եմ նրան։ Դու ոչ մի դեր չես խաղացել այն մարդու մեջ, ով ես դարձել եմ։ Մարկոն փորձեց պատասխանել, բայց Քիարան շարունակեց։ Եվ եթե դու իսկապես հոգ տանեիր ինձ մասին, ուրախ կլինեիր իմանալ, որ ինչ-որ մեկը առաջարկում է այնպիսի հնարավորություններ, որոնք դու երբեք չես կարողացել ստանալ կամ չես էլ անհանգստացել տալու։ Դու չէիր փորձի դրանք ոչնչացնել քո սեփական օգտի համար։ Քիարայի խոսքերի ճշմարտությունը անհերքելի էր։ Մարկոն նայեց Ռոուզին, Վիկտորին, սոցիալական աշխատողներին, վերջապես հասկացավ, որ կորցրել էր իրավիճակը մանիպուլացնելու ցանկացած հնարավորություն։ Գուցե սխալ եմ թույլ տվել այստեղ գալով, մրմնջաց Մարկոն, ուղղվելով դեպի դուռը։ Այո, պարզապես ասաց Ռոուզը։ Դուք սխալ եք թույլ տվել։ Մարկոյի հեռանալուց հետո գրասենյակում մի քանի րոպե լռություն տիրեց։ Վերջապես խոսեց Աննա Սալենը։ Դե, սա պարզաբանում է անանուն բողոքի ծագումը։ Եվ անկեղծ ասած, այս փոխազդեցությանը ականատես լինելով, համոզված եմ, որ Քիարայի շահերն ավելի լավ են պաշտպանված պարոն Օլինսի ազդեցությունից հեռու։ Ագնեսը գլխով արեց համաձայնության նշանով։ Հիմնվելով այն ամենի վրա, ինչ ես դիտարկել եմ, կարծում եմ, որ պարոն Վիկտորի առաջարկները իսկապես անձնուրաց են, որ Քիարան գտնվում է անվտանգ հոգատար միջավայրում։ Աննան փակեց իր թղթապանակը։ Շատ լավ։ Ես չեմ տեսնում լրացուցիչ հետաքննության անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, մենք կպահպանենք կանոնավոր կապ մինչ Քիարայի 18 տարեկան դառնալը։ Սոցիալական աշխատողների հեռանալուց հետո Վիկտորը, Ռոուզը Քիարան գրասենյակում մենակ մնացին։ Մարկոյի հետ բախումը հուզականորեն ուժասպառ էր եղել, բայց նա շատ բաներ պարզաբանել էր։ Կներես, որ դու ստիպված ես սրա միջով անցնել, ասաց Վիկտորը։ Ռոուզը գլուխը թափ տվեց։ Իրականում, ես շնորհակալ եմ։ Հիմա մենք գիտենք, որ ձեր մտադրությունները անկեղծ են, որովհետև եթե որևէ կասկածելի բան լիներ, դուք կփորձեիք ազատվել մեզանից, երբ Մարկոն հայտնվեց, սպառնալով բարդացնել իրավիճակը։ Քիարան գլխով արեց։ Եվ ես սովորեցի, որ երբեմն մենք դեմ առ դեմ ենք մեր վախերին, պաշտպանելու համար մեր սիրելի մարդկանց։ Վիկտորը հետաքրքրասիրությամբ նայեց նրան։ Ինչ ես նկատի ունենում։ Ես միշտ վախենում էի հորս հետ հանդիպելուց, վախենում էի, որ նա կփորձի վերադառնալ մեր կյանք, կործանել այն խաղաղությունը, որը մենք մայրս միասին կառուցել ենք։ Բայց այսօր ես հանդիպեցի նրան, հասկացա, որ նա ինձ վրա իշխանություն չունի, եթե ես դա թույլ չտամ։ Ռոուզը բռնեց դստեր ձեռքը։ Ես շատ հպարտ եմ քեզնով, Քիարա։ Եվ ես, ավելացրեց Վիկտորը, պատիվ եմ համարում լինել ձեր երկուսի կյանքի մի մասը։ 6 ամիս անց կյանքը կայունացել էր այնպես, ինչպես երեքից ոչ մեկը չէր կարող պատկերացնել։ Ռոուզը կատարելապես հարմարվել էր շենքի ադմինիստրատորի իր աշխատանքին, բացահայտելով բնակիչների միջ խնդիրներ լուծելու կոնֆլիկտները միջնորդելու բնատուր ունակություն։
Նրա շաքարախտը վերահսկողության տակ էր, պատշաճ դեղորայքի կանոնավոր բժշկական զննումների շնորհիվ, տարիներ անց առաջին անգամ նա անընդհատ ուժասպառ չէր զգում։ Քիարան ծաղկում էր ապրել մասնավոր դպրոցում, որտեղ նրա ակադեմիական տաղանդը վերջապես լիովին զարգացավ։ Նրա ուսուցիչները տպավորված էին նրա հասունությամբ վերլուծական հմտություններով, հատկապես գրականության հումանիտար գիտությունների ոլորտում։ Նա դիմել էր մի քանի հեղինակավոր համալսարանների, ոգորված երաշխավորագրական նամակներով անձնական շարադրանքով, որը հուզիչ ոգեշնչող ձով պատմում էր իր պատմությունը։ Վիկտորը վերափոխվել էր այնպիսի ձեռով, որոնք դեռ նոր էր բացահայտում։ Նրա տունը, որը մի ժամանակ սառը մինիմալիստական էր, այժմ լի էր կյանքով։ Նա լուսանկարներ էր ավելացրել պատերին, հանգստյան օրերին միշտ երաժշտություն էր հնչում, նրա ճաշատեսակները այլս մենակ կամ շտապ չէին լինում։ Չնայած Ռոուզն ու Քիարան ապրում էին բնակարանային շենքում, նրանք շաբաթը մի քանի անգամ ընթրում էին Վիկտորի հետ, նա դարձել էր մշտական սիրելի ներկայություն նրանց կյանքում։ Այդ հատուկ գիշերը նրանք հավաքվել էին Վիկտորի տանը, հատուկ տոնակատարության համար։ Քիարան հենց նոր էր ստացել ծանուցում, որ ընդունվել է դաշնային համալսարան, լրագրություն սովորելու լրիվ կրթաթոշակով։ Դեռ չեմ կարողանում հավատալ դրան, ասաց Քիարան, այդ գիշեր 10-րդ անգամ ձեռքում բռնելով ընդունելության նամակը։ Լրիվ կրթաթոշակ, ներառյալ ուսանողական կացարանը, միջազգային փոխանակման ծրագիր, 3-րդ կուրսում։ Դու արժանի ես յուրաքանչյուր հնարավորության, ասաց Վիկտորը, մատուցելով հատուկ գինի, որը պահել էր այդ առիթի համար։ Քո դասախոսներն ասացին, որ դու ամենախոստումնալից ուսանողներից մեկն ես, որ երբեք ունեցել են։ Ռոուզը արցունքն աչքերին նայում էր դստերը։ Հիշում ես, երբ փոքր էիր, ասում էիր, որ ուզում ես պատմություններ պատմել ամբողջ աշխարհին։ Հիմա կկարողանաս դա անել։ Քիարան ժպտաց, բայց հետո նրա դեմքի արտահայտությունը ավելի լուրջ դարձավ։ Գիտես, որ ես երբեք չեմ մոռանա այն, ինչ դու արեցիր ինձ համար, չէ՞։ Վիկտոր, եթե դու այդ գիշեր չդադարեիր։ Քիարա նրբորեն ընդհատեց նրան Վիկտորը, դու կգտնեիր մի ճանապարհ։ Քեզ նման մարդիկ միշտ այդպես են անում։ Ես պարզապես բախտավոր էի, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էի։ Ոչ, միջամտեց Ռոուզը։ Դա ավելին էր, քան պարզապես բախտ։ Դա ընտրություն էր։ Դու ընտրեցիր կանգ առնել, դու ընտրեցիր լսել, դու ընտրեցիր հոգ տանել։ Եվ հետո դու ընտրեցիր շարունակել հոգ տանել օրեցօր։ Վիկտորը մի պահ լուռ մնաց, հիշելով Ռոուզի խոսքերը։ Գիտես, որ դու փրկեցիր իմ կյանքը նույնքան, որքան ես փրկեցի քոնը, չէ՞։ Ինչ ես նկատի ունենում, հարցրեց Քիարան։ Ես ինձ համոզել էի, որ ֆինանսական հաջողությունը բավարար է, որ ինձ խորը մարդկային կապեր պետք չեն։ Ես այնքան կենտրոնացած էի կայսրություն կառուցելու վրա, որ մոռացա կյանք կառուցել։ Դու ինձ հիշեցրեցիր, թե իրականում ինչն է կարևոր։ Այդ պահին Վիկտորը վեր կացավ, մոտեցավ մի պահարանի, որից հանեց մի փոքրիկ, նրբագեղ տուփ։ Իրականում, այսօր կա մի բան, որ ուզում էի ձեզ երկուսիդ նվիրել։ Վիկտորը բացեց արկղը, բացահայտելով նուրբ շղթաների վրա դրված 2 ոսկե բանալիներ։ Սրանք իմ տան բանալիներն են, բացատրեց Վիկտորը, տեսնելով Ռոուզի Քիարայի դեմքերին շփոթմունքը։ Գիտեմ, որ դուք հիմա ձեր սեփական տունն ունեք, ես լիովին հարգում եմ դա։ Բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ դուք միշտ տեղ կունենաք այստեղ, դուք միշտ ողջունված կլինեք, միշտ կլինեք ընտանիք։ Ռոուզը ձեռքերով ծածկեց բերանը, ակնհայտորեն հուզված։ Վիկտոր։ Թույլ տուր ավարտեմ, մեղմ ասաց Վիկտորը։ Ռոուզ, դու ինձ սովորեցրեցիր աշխատանքի մեջ արժանապատվության դժվարությունների դեմ համառության արժեքը։ Քիարա, դու ինձ սովորեցրեցիր, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ գործողությունը, վախին հակառակ։ Դու ինձ տվեցիր մի բան, որի պակասը ես չգիտեի։ Նպատակ, որը գերազանցում է շահույթը։ Քիարան վեր կացավ, գրկեց Վիկտորին։ Դու մեզ ավելի մեծ ընտանիք տվեցիր։ Ոչ միայն ֆինանսական ապահովություն, այլ պատկանելության զգացում։ Եվ դուք ինձ հնարավորություն տվեցիք հպարտանալ իմ կատարած աշխատանքով, ավելացրեց Ռոուզը, նույնպես կանգնելով միանալու գրկախառնությանը։ Կյանքումս առաջին անգամ ես զգում եմ, որ ինչ-որ բան եմ կառուցում, այլ ոչ թե պարզապես գոյատում։ Երբ երեքով գրկախառնվեցին, Վիկտորը հասկացավ, որ գտել է ինչ-որ անսահման ավելի արժեքավոր բան, քան ցանկացած կորպորատիվ ձեռքբերում։ Նա գտել էր ընտանիք։ Ոչ թե արյունակցական ավանդական ընտանիք, այլ ընտրությամբ, սիրով փոխադարձ նվիրվածությամբ ստեղծված ընտանիք։
Գիտես, ասաց Վիկտորը, մի փոքր հետ քաշվելով նայելով Ռոուզին ու Քիարային, ես խոստովանություն ունեմ անելու։ Որը, հարցրեց Ռոուզը։ Երբ երեխա էի, հորս մեզ լքելուց հետո երազում էի այն օրվա մասին, երբ բավականաչափ հարուստ կլինեի, որպեսզի այլս ոչ մեկից կախված չլինեի։ Ես ամբողջ կյանքս կառուցեցի լիակատար ինքնաբավության գաղափարի շուրջ։ Վիկտորը լռեց, ժպտալով։ Բայց դու ինձ սովորեցրիր, որ իսկական հարստությունը ոչ թե երբեք ոչ մեկի կարիքը չունենալն է։ Այն մարդկանց ունենալն է, ովքեր ուզում են քո կողքին լինել ոչ թե որովհետև քեզ կարիք ունեն, այլ որովհետև իրենք են այդպես որոշել։ Քիարան սրբեց արցունքը աչքից։ Եվ դու մեզ սովորեցրիր, որ աշխարհում դեռ կան իսկապես լավ մարդիկ, ովքեր օգնում են առանց որևէ բան ակնկալելու։ Դե, չարաճճի ժպիտով ասաց Ռոուզը, տեխնիկապես նա ինչ-որ բան ստացավ դրա դիմաց։ Ինչ, միաբերան հարցրին Վիկտորն ու Քիարան։ Քեզ սիրող դուստր շատ երախտապարտ ընկերուհի, որը խորապես հոգ է տանում քո մասին։ Վիկտորը զգաց, որ իր սիրտը տաքանում է։ Ամիսներ շարունակ նա մտածում էր, թե ինչպես սահմանել իր հարաբերությունները Ռոուզի հետ։ Նրանք զարգացրել էին խորը բարեկամություն, հիմնված փոխադարձ հարգանքի վրա, բայց կար ինչ-որ ավելին, մի բան, որը նրանցից ոչ մեկը չէր համարձակվել լիովին ուսումնասիրել։ Ռոուզ, տատանվելով ասաց Վիկտորը, կարող եմ ինչ-որ բանի մասին անկեղծ լինել։ Միշտ։ Վերջին մի քանի ամիսները իմ չափահաս կյանքի ամենաերջանիկն էին։ Եվ դա միայն մարդկանց շուրջը լինելու փոփոխության պատճառով չէ։ Դա այն կոնկրետ մարդկանց պատճառով է, ովքեր դու ես։ Քիարա, դու ամեն օր ինձ հիշեցնում ես, թե որքան կարող է պահպանել հետաքրքրասիրությունն ու իդեալիզմը։ Եվ Ռոուզը։ Վիկտորը տատանվեց, զգուշորեն ընտրելով իր խոսքերը։ Դու ամեն օր ինձ ցույց ես տալիս, թե ինչ է նշանակում լինել իսկապես ուժեղ։ Ռոուզը նայեց Վիկտորին այնպիսի արտահայտությամբ, որը նա լիովին չէր կարողանում վերծանել։ Վիկտոր, թույլ տվեք ավարտեմ։ Գիտեմ, որ մեր իրավիճակը բարդ է։ Գիտեմ, որ դուք կարող եք երախտագիտության զգացում ունենալ, ես երբեք չեմ ուզում, որ դա խանգարի անկեղծ զգացմունքներին։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ իմ զգացմունքները ձեր հանդեպ գերազանցում են բարեկամությունը։ Հետաց լռությունը լարված էր, բայց ոչ անհարմար։ Քիարան ակնհայտ սպասումով նայեց մորից մինչ Վիկտոր։ Գիտեք, որ ես սարսափելի եմ հարաբերություններում, վերջապես ասաց Ռոուզը։ Իմ միակ լուրջ փորձառությունն ավարտվեց լքվածությամբ։ Ես փակեցի ինձ ռոմանտիկ սիրո հնարավորությունից, քանի որ վախենում էի կրկին խոցելի լինելուց։ Ես լիովին հասկանում եմ, ասաց Վիկտորը։ Ոչ մի ճնշում չկա, ոչ մի սպասելիք չկա։ Բայց ընդհատեց նրան Ռոուզը, վերջին մի քանի ամիսները ցույց տվեցին ինձ, որ գուցե ժամանակն է այլ կերպ քաջ լինել։ Դու ինձ անվտանգություն ես զգում, Վիկտոր։ Ոչ միայն ֆինանսապես, այլ հուզականորեն։ Եվ դա այն բանն է, որ երբեք չէի մտածի, որ կրկին կզգամ։ Քիարան մեղմ ծափահարեց։ Վերջապես։ Հետաքրքիր էր, թե երբ եք դադարելու միմյանց շուրջ պարելուց։ Վիկտորն ու Ռոուզը ծիծաղեցին, լարվածությունը վերացավ։ Այսպիսով, ասաց Վիկտորը, ձեռքը մեկնելով Ռոուզին, իսկ ինչպես կլինի, որ պաշտոնապես սկսենք այս երկրորդ հնարավորությունը երջանիկ լինելու համար։ Ռոուզը բռնեց նրա ձեռքը, միահյուսելով նրանց մատները։ Կարծում եմ, մենք արդեն սկսել ենք։ Պարզապես դեռ չէինք գիտակցել դա։ Այդ գիշեր, երբ նա դիտում էր, թե ինչպես է դրսում կրկին սկսում ձյուն տեղալ, Վիկտորը մտորում էր իր կյանքի անհավանական ճանապարհորդության մասին։ Ընդամենը 6 ամիս առաջ նա հարուստ մարդ էր, բայց հուզականորեն աղքատ։ Այժմ նա ուներ ընտանիք, նպատակ, սիրով ու իմաստով լի ապագայի հեռանկար։ Քիարան բազմոցին էր, սովորում էր իր վերջին կիսամյակի համար, երբեմն վեր նայելով մասնակցելու Վիկտորի Ռոուզի զրույցին իրենց բիզնեսն ավելի սոցիալապես պատասխանատու ձով ընդլայնելու ծրագրերի մասին, նրանք մտածում էին հիմնադրամ ստեղծելու մասին, Ռոուզի Քիարայի նման իրավիճակներում հայտնված ընտանիքներին օգնելու համար։ Գիտես, որ սա կդառնա ցմահ պարտավորություն, չէ՞, ասաց Վիկտորը, քննարկելով հիմնադրամի մանրամասները։ Դա պարզապես չեկեր գրելը չի լինի։ Դա կլինի իրական աշխատանք, կարիքավոր ընտանիքներին նույնականացնելը, հետողական լինելը, ապահովելը, որ մենք իսկապես փոփոխություն մտցնենք։ Դե լավ, պատասխանեց Ռոուզը, ես հոգնել եմ այն աշխատանքներից, որոնք իրական տարբերություն չեն ստեղծում մարդկանց կյանքում։ Եվ ես կարող եմ օգնել, ավելացրեց Քիարան։
Լրագրության ծրագրի մի մասը ներառում է համայնքային աշխատանք։ Ես կարող եմ փաստաթղթավորել այն ընտանիքների պատմությունները, որոնց մենք օգնում ենք։ Վիկտորը ժպտաց, հասկանալով, որ նրանք գտել էին միջոց, իր անձնական փորձը վերածելու այնպիսի բանի, որը կարող էր օգտակար լինել շատ այլ մարդկանց համար։ Երբ գիշերը մոտենում էր ավարտին, Ռոուզն ու Քիարան պատրաստվում էին տուն վերադառնալ, Վիկտորը նրանց ուղեկցեց դեպի դուռը։ Ձյունը սպիտակ գորգ էր ստեղծել այգում, վառ կերպով հիշեցնելով նրան այն առաջին գիշերը, երբ Քիարան ընդմիշտ փոխեց նրա կյանքը։ Շնորհակալություն, պարզապես ասաց Վիկտորը։ Ինչո՞ւ, հարցրեց Քիարան։ Ինձ դատարկ կյանքից փրկելու համար։ Ինձ ցույց տալու համար, որ իրական հարստությունը չափվում է սիրով, այլ ոչ թե փողով։ Ռոուզը նրբորեն համբուրեց Վիկտորի այտը։ Շնորհակալություն, որ ցույց տվեցիր մեզ, որ աշխարհում դեռ կան հմայիչ արքայազներ։ Նրանք պարզապես երբեմն հայտնվում են գործնական կոստյումներով, փայլուն զրահների փոխարեն։ Երբ Վիկտորը դիտում էր, թե ինչպես են Ռոուզն ու Քիարան ձյան միջով քայլում դեպի մեքենան, նա բացարձակ վստահությամբ գիտեր, որ 6 ամիս առաջ տեղի ունեցած այդ ցուրտ գիշերը պարզապես պատահականություն չէր։ Դա նրանց բոլորի համար նոր կյանքի սկիզբ էր, մի կյանքի, որը կառուցված էր իսկական սիրո փոխադարձ հարգանքի այն հասկացողության վրա, որ կյանքի լավագույն բաները հնարավոր չէ գնել, այլ միայն ապրել, կիսվել ճիշտ մարդկանց հետ։ Այդ փոխակերպող գիշերվանից 1 տարի անց Վիկտորը կանգնած էր մայրաքաղաքի համայնքային կենտրոնում գտնվող համեստ, բայց լեփ-լեցուն դահլիճի բեմում։ Դա վերանորոգված հույսը հիմնադրամի պաշտոնական բացման արարողությունն էր, մի նախագիծ, որը ծնվել էր նրա հյուրասենյակում այդ ոչ պաշտոնական զրույցից այժմ դարձել էր իրականություն։ Ռոուզը նստած էր առաջին շարքում, փայլուն, նրբագեղ մուգ կապույտ զգեստով, առաջին անգամ կրելով Վիկտորի նախորդ շաբաթ նրան նվիրած նշանադրության մատանին։ Նրա կողքին Քիարան, որն այժմ 18 տարեկան էր, համալսարանի առաջին կիսամյակում էր, ձեռքին փոքրիկ ձայնագրիչ էր պահում, որը փաստաթղթավորում էր իրադարձությունը ուսանողական թերթի համար գրելու համար նախատեսված հոդվածի համար։ Երբ մտածում եմ այն մասին, թե ինչն է մեզ այստեղ բերել, սկսեց իր ելույթը Վիկտորը, նրա ձայնը արձագանքում էր ընտանիքներով, սոցիալական աշխատողներով, համայնքի անդամներով լի դահլիճում, չեմ կարող չմտածել այն մասին, թե ինչպես կարող են ամենաանսպասելի պահերը ամբողջությամբ վերափոխել մեր կյանքը։ Ուղիղ 1 տարի 2 ամիս առաջ ես մի մարդ էի, ով իր հաջողությունը չափում էր միայն թվերով։ Այսօր ես այստեղ եմ բացելու մի հիմնադրամ, որը կչափի իր հաջողությունը վերափոխված կյանքերով, անկեղծ ժպիտներով, վերամիավորված ամրապնդված ընտանիքներով։ Լսարանի մեջ Ագնես Մյուլլերը, որը դարձել էր հիմնադրամի արժեքավոր գործընկեր, հավանության արժանացավ։ Նրա կողքին Աննա Սալենը, որը սկզբում այդքան կասկածամիտ էր, ոգորությամբ ծափահարեց։ Նույնիսկ նա էր համոզվել նախագծի անկեղծության մեջ, երբ տեսավ առաջին արդյունքները։ Այս հիմնադրամը, շարունակեց Վիկտորը, միայն ֆինանսական օգնություն տրամադրելու մասին չէ, չնայած դա կարևոր է։ Այն վերաբերում է արժանապատվության վերականգնմանը, իրական հնարավորություններ առաջարկելուն, ամենակարևորը՝ տնտեսական հանգամանքները գերազանցող աջակցության ցանցեր ստեղծելուն։ Այն վերաբերում է այն հասկացողությանը, որ մենք բոլորս որոշ պահի օգնության կարիք ունենք, մենք բոլորս որոշ պահի կարող ենք լինել այն օգնությունը, որին ինչ-որ մեկը կարիք ունի։ Վիկտորը լռեց, նրա աչքերը հանդիպեցին Ռոուզի աչքերին ժպտաց։ Ես կցանկանայի բեմ հրավիրել այս նախագծում իմ գործընկերոջը, մի կնոջ, ով այստեղ ներկաներից ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում արժանապատվորեն պայքարել, հույս ստեղծել նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում։ Ռոուզ Քարմինը, մեր գործառնությունների տնօրենը։ Ռոուզը բեմ բարձրացավ վերջին մի քանի ամիսների ընթացքում ձևավորված վստահությամբ։ Երբ Վիկտորը նրան հրավիրեց դառնալ կազմակերպության համահիմնադիր, նա սկզբում տատանվել էր, իրեն անհամապատասխան զգալով նման հեղինակավոր պաշտոնի համար։ Սակայն Վիկտորը պնդել էր, որ իր անձնական փորձը խոցելի ընտանիքների կարիքների բնազդային ըմբռնումը նրան կատարյալ էին դարձնում այդ դերի համար։ Շնորհակալություն, Վիկտոր, սկսեց Ռոուզը, հստակ վստահ ձայնով։ Երբ ես միայնակ էի մեծացնում դստերս, աշխատում էի մի քանի աշխատանքներում պայքարում մեր արժանապատվությունը պահպանելու համար, երբեք չէի պատկերացնի, որ մի օր կհայտնվեմ նման բեմում։ Բայց կյանքը մեզ սովորեցնում է, որ երբեք չպետք է թերագնահատենք իսկական մարդկային բարության ուժը։ Ռոուզը նայեց Քիարային, որը ուշադիր ձայնագրում էր, աչքերում հստակ հպարտություն զգալով։ Վերանորոգված հույսի հիմնադրամն իր գործունեության առաջին 6 ամիսների ընթացքում արդեն օգնել է 15 ընտանիքի։
Ոչ միայն ֆինանսական օգնությամբ, այլ աշխատանքի հնարավորություններով, երեխաների կրթությամբ, համապատասխան առողջապահությամբ, ամենակարևորը, այն վստահությամբ, որ նրանք միայնակ չեն իրենց պայքարում։ Հանդիսատեսի մեջ էր շահառու ընտանիքներից մեկը։ Օլիվիան, երկու երեխաների միայնակ մայրը, առաջին ընտանիքն էր, որին հիմնադրամը օգնություն էր ցուցաբերել։ Ծրագրի շնորհիվ նա կարողացել էր ավարտել բուժքույրական մասնագիտական դասընթաց, նրա երեխաները ընդունվել էին որակյալ դպրոց, նա կայուն աշխատանք էր գտել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում։ Նրա կողքին նրա երեխաները, 8-ամյա Պիետրոն, 10 տարեկան Ֆիոնան, ուշադիր լսում էին, հասկանալով, որ իրենց կյանքը ընդմիշտ փոխվել էր բեմի վրա գտնվող այդ մարդկանց շնորհիվ։ Բայց ես ամենաշատը հպարտանում եմ, շարունակեց Ռոուզը, այն է, որ մենք հայտնաբերել ենք, որ տալը միակողմանի գործողություն չէ, յուրաքանչյուր ընտանիք, որին մենք օգնում ենք, մեզ ինչ-որ նոր բան է սովորեցնում դիմադրողականության, սիրո, մարդկային ինքն իրեն վերափոխելու կարողության մասին, նրանք մեզ տալիս են այնքան, որքան ստանում են։ Վիկտորը գլխով արեց, վերադառնալով միկրոֆոնին։ Եվ հիմա ես կցանկանայի ներկայացնել մեր երիտասարդ պաշտոնական թղթակցին, մեկին, ով ոչ միայն ոգեշնչեց այս հիմնադրամի ստեղծումը, այլ ով մեր գործունեությունը փաստագրում է եզակի տեսանկյունից։ Քիարա Կարմինը, լրագրության ուսանողուհին, մեր սեփական հույսի տարեգրողը։ Քիարան բեմ բարձրացավ, այժմ արդեն վստահ երիտասարդ, իր հետ տանելով կյանքի փորձառությունների տված հասունությունը, բայց նա իր 18 տարիների էներգիան ու իդեալիզմը։ 1 տարի առաջ, սկսեց Քիարան, ես պարզապես հուսահատ դեռահաս էի, որը ցուրտ, ձյունառատ գիշերը օգնություն էր փնտրում մորս համար։ Ես չգիտեի, որ այդ պահը կփոխի ոչ միայն մեր կյանքը, այլ, ի վերջո, կանդրադառնա շատ այլ ընտանիքների կյանքի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր ես սովորել եմ, որ իրական սոցիալական փոխակերպումը տեղի չի ունենում մեծ, դատարկ ժեստերի միջոցով, այլ անկեղծ կարեկցանքի վրա հիմնված հետողական գործողությունների միջոցով։ Քիարան նայեց իր գրառումներին, բայց հետո մի կողմ դրեց դրանք, խոսելով ուղիղ սրտից։ Հիմնադրամի գործունեությունը փաստաթղթավորելու իմ աշխատանքի միջոցով ես հանդիպել եմ անհավանական ընտանիքների։ Ես հանդիպել եմ Aaron-ին, մի հոր, որը միայնակ մեծացնում էր 3 երեխա, կնոջը վթարի հետանքով կորցնելուց հետո, որն այժմ ղեկավարում է մեր միկրովարկային ծրագրի կողմից ֆինանսավորվող փոքրիկ ավտովերանորոգման արհեստանոց։ Ես հանդիպել եմ Թեոյին, նրա կրտսեր քրոջը, ովքեր կարողացան միասին մնալ սիրող խնամատար ընտանիքում, այն բանից հետո, երբ մեր հիմնադրամը օգնեց ֆինանսավորել օրինական որդեգրման գործընթացը։ Հանդիսատեսի մեջ ներկա էին Aaron-ի, Թեոյի որդեգիր ընտանիքները, որոնք ժպտում էին աննկատելիորեն ձեռքով անում Քիարային։ Յուրաքանչյուր պատմություն, որը ես փաստաթղթավորում եմ, ինձ հիշեցնում է, որ աղքատությունը բնավորության թերություն չէ, որ բոլորը արժանի են բարգավաճման արժանապատվության իրական հնարավորությունների, ավելի կարևոր է, որ ես սովորել եմ, որ ընտանիքը միայն արյուն չէ, այն ընտրության, նվիրվածության անվերապահ սիրո մասին է։ Քիարան դիմեց Վիկտորին Ռոուզին։ Այս երկուսը ինձ սովորեցրին, որ երբեմն հրաշքները տեղի են ունենում ոչ թե աստվածային միջամտության, այլ բարի մարդկանց գիտակցված որոշման միջոցով, օգնության հասնել կարիքավորներին։ Երբ երեքն էլ իջան բեմից, նրանց դիմավորեցին ջերմ ծափահարություններով։ Սակայն ամենահուզիչ պահը եղավ, երբ նրանք վերամիավորվեցին հիմնադրամի կողմից օգնություն ստացած ընտանիքների հետ։ Եղան գրկախառնություններ, ուրախության արցունքներ, առաջընթացի ու նվաճումների մասին պատմություններ կիսվեցին։ Օլիվիան արցունքն աչքերին մոտեցավ Ռոուզին։ Տիկին Ռոուզ, ես անցյալ շաբաթ սկսեցի աշխատել որպես բուժքույր։ Սա իմ առաջին ազատ օրն է, ես ուզում էի այստեղ լինել, անձամբ շնորհակալություն հայտնելու ձեզ։ Իմ երեխաներն ունեն այնպիսի կյանք, որի մասին ես երբեք չէի երազել, որ կարող եմ նրանց նվիրել։ Aaron-ը, մեխանիկը, Վիկտորի ձեռքը սեղմեց ամուր։ Պարոն Վիկտոր, իմ արհեստանոցը մեծանում է։ Անցյալ շաբաթ ես վարձեցի իմ առաջին աշխատակցին։ Մի երիտասարդի, որը նմանատիպ իրավիճակում էր, ինչ ես 1 տարի առաջ։ Բարությունը կարծես վարակիչ լինի։ Երեկոյի ընթացքում Վիկտորը, Ռոուզը Քիարան խառնվեցին հյուրերին, զրուցեցին յուրաքանչյուր ընտանիքի հետ, լսեցին նրանց պատմությունները, նշեցին նրանց առաջընթացը։ Սա հենց այն աշխատանքն էր, որը իրական իմաստ էր հաղորդում նրանց կյանքին։ Երբ միջոցառումը վերջապես ավարտվեց, նրանք մենակ մնացին դատարկ դահլիճում, երեքով նստեցին առաջին շարքերում, ուժասպառ, բայց խորապես գոհ։ Մեզ իրականում հաջողվեց դա անել, ասաց Ռոուզը, դեռս որոշ չափով անհավատալիորեն։ Մենք մեր անձնական փորձը վերածեցինք մի բանի, որը փոխում է կյանքեր։
Եվ սա միայն սկիզբն է, ավելացրեց Վիկտորը, մենք բավարար ֆինանսավորում ունենք ծրագիրը ընդլայնելու համար, մենք արդեն ստացել ենք առաջարկներ այլ քաղաքներից, որոնք հետաքրքրված են մեր մոդելը կրկնօրինակելով։ Քիարան իր նոութբուքում մեքենագրում էր, պատրաստելով իրադարձության մասին հոդվածը։ Գիտեք, որ ես պետք է հարցազրույց վերցնեմ ձեզանից երկուսից պատմության համար, չէ՞։ Եվ այս անգամ ես ուզում եմ ամբողջ պատմությունը, սկզբից։ Վիկտորը ծիծաղեց։ Կարծում եմ, դու արդեն պատմությունն ավելի լավ գիտես, քան որևէ մեկը։ Ես գիտեմ փաստերը, ասաց Քիարան, բայց ես ուզում եմ իմանալ զգացմունքները։ Ինչպես էիր զգում առաջին գիշերը։ Ինչ վախեր ունեիր։ Երբ հասկացար, որ սա կդառնա մշտական բան։ Ռոզը բռնեց Վիկտորի ձեռքը, միահյուսելով նրանց մատները։ Ես կարող եմ խոսել իմ անունից։ Ես սարսափում էի անծանոթից օգնություն խնդրելու մտքից, բայց նա հուսահատվում էի։ Իմ ամենամեծ վախն այն էր, որ դու կհեռանաս, ես մենակ կմնամ անչափահաս դստերս հոսպիտալացված մորս հետ։ Եվ երբ հասկացար, որ դա մշտական կլինի, պնդեց Քիարան։ Ռոզը ժպտաց, նայելով Վիկտորին։ Երբ հասկացա, որ նա իսկապես հոգ է տանում մեզ մասին, ոչ միայն որպես բարեգործական նախագիծ, այլ որպես մարդիկ։ Երբ նա հիշեց, որ ես սիրում եմ իմ սուրճն առանց շաքարի, երբ նա հարցրեց քո ակադեմիական երազանքների մասին, երբ նա իսկապես անհանգստացավ, երբ դու այդ փոքրիկ գրիպը ունեիր։ Վիկտորը գլխով արեց։ Ինձ համար դա այն ժամանակն էր, երբ հասկացա, որ դուք երկուստ առաջին բանն էիք, որի մասին մտածում էի առավոտյան վերջինը, գիշերը։ Երբ սկսեցի ծրագրեր կազմել, որոնք ավտոմատ կերպով ներառում էին նա ձեզ երկուսին։ Երբ առանց ձեզ կյանքի վերադառնալու միտքը դարձավ անհավանական։ Իսկ հիմա հարցրեց Քիարան. Ինչպես կնկարագրեք այն, ինչ մենք ունենք։ Վիկտորն ու Ռոզը հայացքներ փոխանակեցին, ժպտալով։ Ընտանիք, միաբերան պատասխանեցին նրանք։ Բայց ոչ միայն ընտանիք, ավելացրեց Վիկտորը։ Նպատակ։ Պատճառ, ամեն օր արթնանալու այն գիտակցությամբ, որ մենք կարող ենք փոփոխություն մտցնել աշխարհում։ Եվ դա ժառանգություն է, ավելացրեց Ռոզը։ Երբ նայում եմ այս բոլոր ընտանիքներին, որոնց մենք օգնել ենք, տեսնում եմ, որ մեր պատմությունը կշարունակվի նրանց միջոցով։ Նրանք կօգնեն այլ մարդկանց, ովքեր կօգնեն այլ մարդկանց։ Քիարան փակեց իր նոութբուքը, միացավ Վիկտորին ու Ռոզին գրկախառնվելով։ Գիտեք, որ ես սիրում եմ ձեզ երկուսիդ, չէ՞։ Եվ մենք սիրում ենք քեզ, պատասխանեց Վիկտորը։ Ավելին, քան կարող ենք արտահայտել։ Այդ պահին դահլիճի պատուհաններից դուրս նորից սկսեց ջուն տեղալ, երեքն էլ հարմարավետ լուր դիտում էին, յուրաքանչյուրը մտորելով այն արտասովոր ճանապարհորդության մասին, որը նրանց այնտեղ էր բերել։ Նայիր, Քիարան մատնացույց արեց ձյանը։ Ճիշտ ինչպես առաջին գիշերը։ Ոչ, մեղմ ասաց Վիկտորը, կրկնելով 1 տարի առաջ ասված խոսքերը։ Այդ գիշերն էր, որ դու ինձ գտար։ Սա այն գիշերն է, երբ մենք նշում ենք այն ամենը, ինչ միասին կառուցել ենք։ Եվ մինչ ջունը շարունակում էր տեղալ, մայրաքաղաքը ծածկելով անվերջ հնարավորությունների սպիտակ վերմակով, Վիկտորը, Ռոզը, Քիարան հասկացան, որ գտել են ինչ-որ հազվագյուտ թանկարժեք բան, ընտանիք, որը ստեղծվել է ընտրությամբ, զորացել սիրով նվիրված է հույս տարածելու իրենց ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վիկտորի, Ռոզի, Քիարայի ճանապարհորդությունը նույնքան է հուզել ձեր սրտերը, որքան մերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ իրական հարստությունը մեր ստեղծած մարդկային կապերի մեր կիսած սիրո մեջ է։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին մարդկային բարության ընտանեկան կապերի ամրության մասին ավելի շատ պատմություններ դիտելու համար։ Թողեք հավանել, եթե կարծում եք, որ աշխարհում դեռ կան իսկապես անձնուրաց մարդիկ, մեկնաբանություններում պատմեք մեզ ձեր կյանքի այն պահերի մասին, երբ անծանոթի բարությունը մեծ տարբերություն է ստեղծել։ Ամեն օր մենք ձեզ համար նոր պատմություններ ենք ներկայացնում, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունն ու գեղեցկությունը։ Մի բաց թողեք մեր առաջիկա բովանդակությունը, քանի որ յուրաքանչյուր պատմություն պատուհան է դեպի մարդկային հոգի։ Մենք անհամբեր սպասում ենք ձեզանից մեկնաբանություններում լսելուն։